Մի երիտասարդ կին հայտնաբերեց, որ իր կյանքը սուտ է եղել, երբ նրա եղբայրը անհետացավ կորպորատիվ կոռուպցիոն սխեմաները բացահայտելուց հետո, բարձր հասարակության միջոցառումների ժամանակ գաղտնի աշխատելով, նա հետքեր էր հավաքում ազդեցիկ գործարարների խմբի մասին, որոնք կործանել էին իր ընտանիքը։ Այժմ 3 տարի անց նա վերջապես հնարավորություն է գտել դիմակայելու նրանց, ովքեր կործանել են իր սիրելի ամեն ինչ։ Այս անհավանական պատմությունը լսելուց առաջ մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, ավելի հետաքրքիր պատմություններ դիտելու համար։ Քիարան վերջին անգամ շտկեց իր համազգեստը, նախքան խմիչքների սայլակը մայրաքաղաքի ամենաէքսկլյուզիվ ռեստորանի գլխավոր դահլիճով մղելը։ Նրա ամուր ճշգրիտ ձեռքերը դասավորում էին բյուրեղապակյա բաժակները, մինչդեռ աչքերը սկանավորում էին հաճախորդների յուրաքանչյուր դեմք, յուրաքանչյուր ժեստ, յուրաքանչյուր շշուկով խոսակցություն։ 3 տարի առաջ նա սովորել էր անտեսանելիության արվեստը, ստվերի պես շարժվելով մագնատների բարձրաստիճան անձանց սեղանների միջ, հավաքելով տեղեկատվության բեկորներ, ինչպես թանկարժեք փշրանքներ։ Այդ հինգշաբթի երեկոյան սենյակը հատկապես մարդաշատ էր։ Գործարարները նշում էին բազմամիլիոն դոլարանոց միաձուլումները, քաղաքական գործիչները լռեցնում էին նախագծերի շուրջ քննարկումները, իսկ փայլուն զարդերով զարդարված կանայք լուռ մրցում էին ուշադրության համար։ Բոլորի համար Քիարան պարզապես մեկ աշխատակից էր, անտեսանելի, ինչպես շնչող օդը։ Ճիշտ այնպիսին, ինչպիսին նա պետք է լիներ։ Նրա քայլերը նրան տարան 17-րդ սեղան, որտեղ մի տարեց զույգ նյարդային ընթրիք էր ուտում։ Ագնես Սալենը ախորժակ չուներ անտարբեր էր ուտելիքի հետ, մինչդեռ ամուսինը, Արոնը, անընդհատ նայում էր ժամացույցին։ Քիարան լավ գիտեր այդ դեմքերը։ Ամիսներ շարունակ նա նկատել էր, որ նրանք հաճախ են լինում ռեստորանում, միշտ լարված, միշտ շնջալով պարտքերի ժամկետների մասին։ Նրանք ոչնչով չէին տարբերվում այնտեղով անցնող այլ պարտքային հաճախորդներից, բայց այսօր ինչ-որ բան այլ էր։ Սենյակի մյուս կողմում անթերի կոստյումով բարձրահասակ մի տղամարդ հաշվարկված հետաքրքրությամբ հետում էր զույգին։ Վիկտոր Ալյանցը, մայրաքաղաքի ամենաազդեցիկ գործարարներից մեկը, հայտնի իր ներդրումային ցանցով հուսահատ իրավիճակները շահավետ հնարավորությունների վերածելու ունակությամբ։ Քիարան նրան տեսել էր նախկինում, միշտ շրջապատված խորհրդատուներով, միշտ լիակատար վերահսկողության տակ յուրաքանչյուր իրավիճակի նկատմամբ։ Հարան սեղանի մոտ ջուր մատուցելիս Քիարան պատահաբար լսեց Ագնեսի Արոնի զրույցի հատվածներ։ Նա ասաց, որ սա մեր վերջին հնարավորությունն է, մրմնջաց Ագնեսը, նրա դողդոջուն ձայնը բացահայտում էր տարիների կուտակված անհանգստությունը։ Վստահ ես, որ նա կհայտնվի, հարցրեց Արոնը, անձեռոցիկով սրբելով ճակատի քրտինքը։ Իմ դուստրը միշտ գալիս է մեզ հետ ճաշելու հինգշաբթի օրերին։ Օլիվիան երբեք չի բացակայում։ Քիարայի սիրտը արագ բաբախում էր։ Օլիվիա։ Նա գիտեր այդ անունը։ Նախորդ զրույցներում լսել էր, թե ինչպես է Վիկտորը հիշատակում այն։ Օլիվիան Ագնեսի դուստրն էր, ամուսնացած էր մի հարուստ գործարարի հետ, որը մայրաքաղաքի ամենաբացառիկ հասարակական շրջանակներում մշտական հաճախորդ էր։ Բայց Քիարան չէր սպասում, որ կպարզեր, որ Սալենները իր ծնողներն են։ Քիարայի վերլուծական մտքում ամեն ինչ սկսեց իր տեղը ընկնել։ Ագնեսն ու Արոնը պարզապես պարտքերի մեջ գտնվող հաճախորդներ չէին։ Նրանց ճնշում էին գործադրում դստերը ռեստորան բերելու Վիկտորի հետ ինչ-որ հանդիպման համար։ Օդում զգացվող լարվածությունը, նյարդային հայացքները, կոնկրետ ժամերի վրա պնդումը, ամեն ինչ մատնանշում էր ուշադիր կազմակերպված թակարդ։ Քիարան ծացրեց, թե գդալ է գցում, խոնարհվեց այն վերցնելու համար, օգտագործելով պահը ռեստորանում տիրող եռուզեռը ավելի լավ տեսնելու համար։ Մուգ կոստյումներով 3 տղամարդ զբաղեցրել էին ռազմավարականորեն տեղադրված սեղաններ, որոնց դիրքերը թույլ էին տալիս լիարժեք տեսնել բոլոր մուտքերն ու ելքերը։ Մյուս երկուսը դիրքավորվել էին բարի մոտ, քողարկվելով որպես պատահական հաճախորդներ, բայց նրանց ուշադիր հայացքները մատնում էին նրանց։ Հաստատության անվտանգության թիմը նույնպես այդ գիշեր տարբեր էր թվում։ Հիմնական կետերում սովորաբար ավելի շատ աշխատակիցներ էին տեղակայված։ Քիարայի հիշողությունը 3 տարի ետ գնաց, մինչ վերջին անգամ, երբ նա իր եղբորը Մարկոին կենդանի էր տեսել։ Նա անհանգիստ էր, նյարդային, ձեռքին փաստաթղթերով լի պորտֆել էր, որոնք նա անվանում էր ապացույցներ։ Մարկոն աշխատում էր որպես հաշվապահ ֆինանսական խորհրդատվական ընկերությունում, հայտնաբերել էր մի բան, որը սարսափեցրել էր նրան։ Վերջին զրույցի ժամանակ նա հիշատակեց անուններ, ընկերություններ, փողերի լվացման սխեմաներ, որոնցում ներգրավված էին երկրի ամենաազդեցիկ մարդկանցից մի քանիսը։
Քիարա, ասել էր նա, ամուր բռնելով նրա ձեռքերը, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, պետք է խոստանաս, որ կշարունակես առաջ գնալ։ Պետք է խոստանաս, որ կբացահայտես ճշմարտությունը։ 2 շաբաթ անց Մարկոն անհետացել էր։ Ոստիկանությունը գործը փակեց որպես կամավոր անհետացում, բայց Քիարան գիտեր, որ իր եղբայրը երբեք չէր լքի իր ընտանիքը առանց բացատրության։ Հաջորդ ամիսներին նա հայտնաբերեց, որ այն ընկերությունը, որտեղ Մարկոն աշխատում էր, ուղիղ կապեր ուներ Վիկտոր Ալյանցի բիզնես ցանցի հետ։ Հենց այդ ժամանակ էլ նա որոշեց ներթափանցել նրանց աշխարհ, աշխատանքի անցնելով բիզնես էլիտայի կողմից հաճախակի այցելվող ռեստորանում։ Այժմ, դիտելով, թե ինչպես են Ագնեսն ու Արոնը նյարդայնորեն սպասում իրենց դստեր ժամանմանը, Քիարան զգաց, որ վերջապես գտել է խորհրդավորության գլխավոր կտորը։ Սալենները պարզապես պարտքերի մեջ գտնվող հաճախորդներ չէին։ Նրանք գործիքներ էին, որոնք օգտագործվում էին իրենց սեփական դստերը վտանգավոր իրավիճակի մեջ գցելու համար։ Եվ Վիկտոր Ալյանցն էր ամեն ինչ կազմակերպում։ Պատիժամացույցը ցույց էր տալիս 8:15, երբ Օլիվիան վերջապես հայտնվեց ռեստորանի մուտքի մոտ։ Բարձրահասակ, նրբագեղ, կատարյալ ոճավորված շիկահեր մազերով կապույտ զգեստով, որն արժեր ավելին, քան Քիարան վաստակել էր 6 ամսում։ Նա ծնողներին դիմավորեց այտին համբույրներով, բայց Քիարան նկատեց այդ ժեստի սառնությունը, կարծես այս հանդիպումները ավելի շատ պարտավորություն լինեին, քան հաճույք։ «Կներեք ուշացման համար», ասաց Օլիվիան, նստելով սեղանի մոտ։ Երթևեկությունը անհնար էր։ Ագնեսը ստիպողաբար ժպտաց։ «Խնդիր չկա, սիրելիս։ Մենք կպատվիրենք քո սիրելի աղցանը»։ Վիկտոր Ալյանցը վեր կացավ իր սեղանից, անփույթ քայլեց դեպի սալենները։ Նրա քայլերը չափված էին վստահ, ինչպես մեկը, ով սովոր էր ամբողջ աշխարհը պտտվել իր շուրջը։ Քիարան ռազմավարականորեն դիրքավորվեց Սյան ետում, որտեղից կարող էր ամեն ինչ դիտարկել առանց տեսանելի լինելու։ «Ագնես, Արոն», ասաց Վիկտորը, ձեռքը մեկնելով զույգին ողջունելու համար։ «Ինչ հաճելի անակնկալ էր ձեզ այստեղ գտնելը»։ «Վիկտոր», պատասխանեց Արոնը, ձայնը թեթակի դողալով։ «Ինչ զուգադիպություն»։ Օլիվիան վեր նայեց, ակնհայտորեն հետաքրքրված։ «Հայրիկ, դու ճանաչում ես պարոն Ալյանցին»։ «Մենք մի քանի ամիս է, ինչ ճանաչում ենք միմյանց», արագ միջամտեց Ագնեսը, «գործարարությունը կարևոր է»։ Վիկտորը ժպտաց, բայց Քիարան նկատեց, որ ժպիտը չէր հասնում նրա աչքերին։ «Իրականում, ես սպասում էի քեզ հետ հանդիպելու հնարավորության, Օլիվիա։ Ես շատ բան եմ լսել քո կորպորատիվ հաղորդակցության ոլորտում աշխատանքի մասին»։ «Շնորհակալություն», պատասխանեց Օլիվիան, դեռ շփոթված։ «Բայց չեմ հիշում, որ իմ աշխատանքը հիշատակած լինեմ, ծնողներդ մեծ հպարտությամբ են խոսում քո մասին», ընդհատեց Վիկտորը, աթոռը քաշելով առանց հրավերի նստելով սեղանի շուրջ։ «Իրականում, ես մի առաջարկ ունեմ, որը կարող է քեզ հետաքրքրել»։ Հենց այդ պահին էր, որ Քիարան գիտակցեց, թե իրականում ինչ էր կատարվում։ Վիկտորը պարզապես չէր օգտվում պատահականությունից Օլիվիային հանդիպելու համար։ Նա էր կազմակերպել ամբողջ հանդիպումը, Ագնեսին Արոնին որպես խայծ օգտագործելով դստերը գրավելու համար։ Բայց ինչ նպատակով։ Ինչ էր իրականում ուզում Վիկտորը Օլիվիայից։ Քիարայի կասկածները հաստատվեցին, երբ նա նկատեց, որ ռեստորանի շուրջ ռազմավարական առումով դիրքավորված տղամարդիկ փոխել էին դիրքերը, այժմ կազմելով աննկատ շրջան 17-րդ սեղանի շուրջ։ Նրանք սովորական անվտանգության աշխատակիցներ չէին։ Նրանց համակարգված շարժումները հուշում էին զինվորական կամ ոստիկանական պատրաստվածության մասին։ Նրանք պատրաստվում էին ինչ-որ բանի։ Սեղանի շուրջ զրույցը շարունակվեց թվացյալ անփույթ, բայց Քիարան զգում էր լարվածության աճը։ Ագնեսն ու Արոնը հերթով նյարդային հայացքներ էին նետում Վիկտորին իրենց դստերը, կարծես հետում էին փորձված սցենարի։ Օլիվիան իր հերթին ավելի ու ավելի անհարմար էր զգում իրավիճակից, հատկապես Վիկտորի անձնական մասնագիտական կյանքի վերաբերյալ ներխուժող հարցերից։ «Մենակ ես ապրում», հարցրեց Վիկտորը, վիրաբուժական ճշգրտությամբ կտրելով մսի մի կտոր։ «Ամուսնուս հետ», պատասխանեց Օլիվիան, խոժոռվելով։ «Ինչո՞ւ այդ հարցը»։ Մասնագիտական հետաքրքրասիրությունից դրդված։ «Ես միշտ հետաքրքրված եմ տաղանդավոր մարդկանց հետ հանդիպելով։ Ձեր կապի ընկերությունը մեծ ներուժ ունի»։ Քիարան գիտեր, որ Օլիվիան ղեկավարում էր փոքր կորպորատիվ հաղորդակցության գործակալություն, որը մասնագիտանում էր միջին չափի ընկերությունների ճգնաժամային կառավարման մեջ, ոչ մի արտառոց բան չկար,
որը կարդարացներ Վիկտոր Ալյանցի նման մագնատի հետաքրքրությունը։ Այդ հետաքրքրության հետում կար ինչ-որ ավելին, ինչ-որ բան, որը Ագնեսն ու Արոնը գիտեին, բայց չէին կարող բացահայտել, տեսնելով, թե ինչպես են զարգանում իրադարձությունները։ Քիարան կայացրեց մի որոշում, որը կփոխեր ամեն ինչ։ Նա չէր կարող անտարբեր մնալ, երբ Վիկտորի ծրագրերը կործանում էին մեկ այլ ընտանիք։ Նրա եղբայր Մարկոն վճարել էր ճշմարտությունը բացահայտելու փորձի համար, բայց նա թույլ չէր տա, որ Օլիվիան նույն ճակատագրին արժանանա։ Հաստատուն ձեռքերով Քիարան անձեռոցիկի վրա արագ հաղորդագրություն գրեց. «Ծուղակ, քո ծնողներին ստիպել են։ Հեռացիր հիմա»։ Նա զգուշորեն ծալեց թուղթը, մոտեցավ 17-րդ սեղանին, ծածնելով, թե հավաքում է դատարկ ափսեները։ Հենց այն պահին, երբ նա խոնարհվեց Օլիվիայի ափսեն վերցնելու, Քիարան անձեռոցիկը գցեց երիտասարդ գործարար կնոջ ծնկներին։ Օլիվիան զարմացած նայեց ներք արագ կարդաց հաղորդագրությունը։ Նրա աչքերը մի վայրկյան լայնացան, մինչ նա վերականգնեց իր ինքնատիրապետումը։ «Ներեցեք», ասաց Օլիվիան, կտրուկ վեր կենալով։ «Ես պետք է կարոր զանգի պատասխանեմ»։ Վիկտորը նույնպես վեր կացավ, նրա ժպիտն ավելի ու ավելի հարկադրված դարձավ։ «Իհարկե, շտապողականություն չկա։ Մենք այստեղ կլինենք, երբ վերադառնաս»։ Բայց Օլիվիան չվերադարձավ։ Դրա փոխարեն նա աննկատելիորեն ուղղվեց դեպի սպասարկման գոտի, որտեղ Քիարան սպասում էր նրան։ Երկու կանայք մի պահ լարված նայեցին միմյանց, նախքան Օլիվիան շշնջաց. «Ո՞վ եք դուք, որտեղից գիտեք իմ ծնողների մասին»։ «Իմ անունը Քիարա է, քո ընտանիքը վտանգի մեջ է», պատասխանեց նա, ստուգելով, թե արդյոք մոտակայքում որը մեկը կա։ «Վիկտոր Ալյանցը այն չէ, ինչ թվում է, քո ծնողներին օգտագործում են քեզ ծուղակը գցելու համար»։ Օլիվիան անհավատորեն գլուխը թափ տվեց։ «Դա անհնար է։ Իմ ծնողները երբեք նման բան չէին անի։ Նրանք այլընտրանք չունեին», պնդեց Քիարան։ «Ագնեսն ու Արոնը միլիոններ են պարտք Վիկտորի կազմակերպությանը։ Նա առաջարկեց ներել պարտքը, փոխարենը տալով մի պարզ բարեհաճություն, ձեզ այսօր երեկոյան այստեղ բերելով»։ Օլիվիայի դեմքի արտահայտությունը անհավատությունից փոխվեց սարսափի, երբ ամեն ինչ սկսեց իր տեղը ընկնել։ Ծնողների կողմից հանկարծակի կազմակերպված շաբաթական հանդիպումները, որոշակի ժամերի պահանջը, ակնհայտ անհանգստությունը, որը նա վերագրում էր նրանց ծերությանը։ Այժմ ամեն ինչ իմաստալից էր։ «Ինչ է նա ուզում ինձնից», հարցրեց Օլիվիան, նրա ձայնը գրեթե լսելի չէր։ «Դեռ չեմ պարզել, բայց վստահ եմ, որ ոչ մի լավ բան չէ», պատասխանեց Քիարան։ «Մենք պետք է հիմա հեռանանք այստեղից, նախքան նա հասկանա, որ դու այլևս չես վերադառնալու»։ Այդ պահին Վիկտորի ձայնը արձագանքեց ռեստորանում։ «Օլիվիա, այնտեղ ամեն ինչ կարգին է»։ Երկու կանայք տագնապած հայացքներ փոխանակեցին։ Ժամանակը սպառվում էր, Քիարան գիտեր, որ Վիկտորի մարդիկ շատ շուտով կգան իրենց հետից։ Ժամանակն էր գործի դնել փախուստի ծրագիրը, որը նա մշակել էր 3 տարվա դիտարկման նախապատրաստման ընթացքում։ Քիարան բռնեց Օլիվիայի թը, արագ քաշեց նրան սպասարկման միջանցքով, հեռու հաճախորդների հետաքրքրասեր հայացքներից, Վիկտորի մարդկանց աճող զգոնությունից։ Այդ վայրի յուրաքանչյուր անկյունը դիտարկելու նրա 3 տարին վերջապես արդյունք տվեց։ Նա գիտեր յուրաքանչյուր արտակարգ ելք, յուրաքանչյուր սպասարկման աստիճան, յուրաքանչյուր այլընտրանքային երթուղի, որն աշխատակիցներն օգտագործում էին անտեսանելի տեղաշարժվելու համար։ «Որ կողմ ենք գնում», շշնջաց Օլիվիան, նրա արագ շնչառությունը բացահայտում էր այն խուճապը, որը նա փորձում էր զսպել։ «Գիտեմ մի ելք, որը նրանք չեն դիտել», պատասխանեց Քիարան, նրան ուղեկցելով նեղ աստիճաններով, որոնք տանում էին դեպի նկուղ։ «Բայց նախ պետք է, որ դու ինձ պատմես քո ծնողների պարտքերի մասին ամեն ինչ»։ Երբ նրանք իջնում էին աստիճաններով, Օլիվիան տատանվում էր։ Անվստահությունը բնական էր։ Չէ, որ նա հենց նոր էր հայտնաբերել, որ իր ընտանիքը ներգրավված է ինչ-որ շատ ավելի մեծ վտանգավոր բանի մեջ, քան նա պատկերացնում էր։ Բայց Քիարայի վճռական տոնի մեջ, միջանցքներով ռազմական ճշգրտությամբ շարժվելու ձում ինչ-որ բան համոզեց Օլիվիային, որ այս երիտասարդ կինը իսկապես գիտի, թե ինչ է անում։ «Ես շատ բան չգիտեմ», խոստովանեց Օլիվիան։ Վերջին 2 տարիների ընթացքում ծնողներս սկսել են տարօրինակ վարվել։ Միշտ նյարդայնանում էին, միշտ խոսում էին անհաջող ներդրումների, վաճառելու կարիք ունեցող անշարժ գույքի մասին։ Ես մի քանի անգամ ֆինանսական օգնություն առաջարկեցի, բայց նրանք միշտ մերժում էին։ Իսկ շաբաթական հանդիպումները։ Երբ են դրանք սկսվել։
Մոտ 6 ամիս առաջ։ Հանկարծ մայրս սկսեց պնդել, որ մենք ամեն հինգշաբթի միասին ընթրենք։ Նա ասաց, որ կարոտում է ինձ, որ ընտանիքը պետք է ավելի շատ կապված լինի։ Օլիվիան մի պահ լռեց, գիտակցումը հարվածեց նրան ինչպես հարված որովայնին։ Նրանք ինձ միշտ պատրաստում էին սրան, այնպես չէ՞։ Քիարան լուրջ գլխով արեց, երբ բացեց մետաղական դուռը, որը տանում էր դեպի ստորգետնյա կայանատեղի։ Վիկտոր Ալյանսն ունի յուրահատուկ մեթոդ։ Սկզբում նա բացահայտում է հուսահատ մարդկանց, որոնք իրենց միջոցներից վեր պարտքեր ունեն։ Ապա առաջարկում է լուծումներ, որոնք թվում են հրաշք, բայց միշտ ունեն թաքնված գին։ Կայանատեղին մասամբ դատարկ էր, ստվերների մեջ ցրված էին միայն մի քանի շքեղ մեքենաներ։ Քիարան Օլիվիային տարավ մի մութ անկյուն, անվտանգության տեսախցիկներից հեռու, որտեղ նրանք կարող էին խոսել առանց ռիսկի։ Ինչպես ես այդքան շատ բան գիտի Վիկտորի մասին, հարցրեց Օլիվիան, հենվելով սառը բետոնե պատին։ Իրականում դու ով ես։ Քիարան խորը շունչ քաշեց։ 3 տարի շարունակ նա իր իրական ինքնությունը թանկարժեք գաղտնիք էր պահել, գիտակցելով, որ իր դրդապատճառների բացահայտումը կարող է վտանգել իր ողջ առաքելությունը։ Բայց հիմա, Օլիվիային դեմ առ դեմ կանգնած, նա հասկացավ, որ շարունակելու համար իրեն անհրաժեշտ է այդ կնոջ վստահությունը։ Իմ եղբայր Մարկոն աշխատում էր որպես հաշվապահ Lyman Consulting անունով ֆինանսական խորհրդատվական ընկերությունում, պաշտոնապես նրանք աուդիտորական ծառայություններ էին մատուցում փոքր միջին բիզնեսներին։ Իրականում նրանք մասնագիտացած էին կեղծ ընկերություններ ստեղծելու մեջ, կասկածելի ներդրումներից փողեր լվանալու համար։ Օլիվիայի աչքերը լայնացան։ Եվ քո եղբայրը իմացավ դրա մասին։ Մարկոն միշտ էլ մանրակրկիտ կողմնորոշված անձնավորություն էր։ Նա սկսեց տարօրինակ օրինաչափություններ նկատել իր մշակած ֆինանսական հաշվետվություններում։ Ընկերություններ, որոնք գոյություն ունեին միայն թղթի վրա, խոշոր փոխանցումներ արտասահմանյան հաշիվների միջ, ներդրումներ, որոնք տնտեսական իմաստ չունեին։ Երբ նա սկսեց ինքնուրույն հետաքննություն անցկացնել, հայտնաբերեց, որ ամեն ինչ տանում է դեպի Վիկտոր Ալյանս։ Ինչ պատահեց նրան։ Հարցը մի քանի վայրկյան կախված մնաց օդում։ Քիարան փակեց աչքերը, հիշելով վերջին անգամ, երբ տեսել էր Մարկոյին։ Մարկոն անհանգիստ էր, գրում էր տպագիր փաստաթղթերով լի պայուսակ ապացույցներով լի ֆլեշ գրիչներ։ Նա հասցրել էր պատճենել Lyman Consulting-ի ներքին ֆայլերը, որոնք ապացուցում էին կապը Վիկտորի գործունեության հետ։ Մարկոն պլանավորում էր ամեն ինչ հասցնել մամուլին։ Նա կապեր ուներ հետաքննչական թերթերում, դատախազներ, որոնք կարող էին օգտագործել ապացույցները պաշտոնական հետաքննություն սկսելու համար։ Լրագրողի հետ հանդիպելու նախորդ գիշերը նա պարզապես անհետացավ։ Ինչպես է նա անհետացել։ Նա տնից դուրս եկավ, ասելով, որ աղբյուր է գտնելու, այլս չվերադարձավ։ Նրա բնակարանը խուզարկվել է, մեքենան լքված է գտնվել քաղաքի արդյունաբերական թաղամասում, նրա հավաքած բոլոր փաստաթղթերը պարզապես անհետացել են։ Օլիվիան ձեռքը սահեցրեց մազերի միջով, փորձելով մշակել ամբողջ տեղեկատվությունը։ Եվ դու որոշել ես շարունակել նրա հետաքննությունը։ Ես այլընտրանք չունեի, անսասան վճռականությամբ պատասխանեց Քիարան։ Մարկոն իմ միակ ունեցվածքն էր։ Մեր ծնողները մահացել են, երբ մենք երեխա էինք։ Նա գործնականում միայնակ է մեծացրել ինձ։ Եթե այս հետաքննությունների պատճառով ինչ-որ մեկը նրան վիրավորել է, ես պետք է պարզեմ, թե ով է դա ինչու։ Բայց ինչու որոշեցիք աշխատել հենց այս ռեստորանում։ Որովհետև ես հայտնաբերեցի, որ Վիկտորն այս վայրն օգտագործում է որպես ոչ պաշտոնական գրասենյակ։ Նա կարևոր հաճախորդների է բերում այստեղ, գործեր է վարում թվացյալ անփույթ ընթրիքների ժամանակ, հանդիպում է այն մարդկանց, որոնց հետ ցանկանում է համագործակցել կամ ճնշում գործադրել։ Այստեղ աշխատելու 3 տարվա ընթացքում ես տեղեկություններ եմ հավաքել տասնյակ տարբեր սխեմաների մասին։ Քիարան գրպանից հանեց մի փոքրիկ թվային ձայնագրիչ։ Ես ձայնագրել եմ զրույցները, լուսանկարել եմ սեղաններին հաճախորդների թողած փաստաթղթերը, գրի առել Վիկտորի նշած հեռախոսահամարներն ու անունները։ Ես բավականաչափ ապացույցներ ունեմ, ապացուցելու համար, որ նա համակարգում է կոռուպցիոն ցանց, որում ներգրավված են տասնյակ ընկերություններ։ Ապա ինչու այս ամենը չտարակ ոստիկանություն։ Որովհետև Վիկտորը կապեր ունի իշխանության բոլոր ոլորտներում։ Քաղաքական գործիչներ, դատավորներ, ոստիկանապետեր, դատախազներ։ Մարկոն սա հայտնաբերել է նախքան անհետանալը։ Կոռուպցիոն գործերի կեսը, որոնք պետք է քննվեին, կարճվել են կամ խորհրդավոր կերպով կորցրել են իրենց թափը։
Վիկտորը պարզապես կոռումպացված գործարար չէ։ Նա պաշտպանված է ամբողջ համակարգի կողմից։ Կայանատեղիում արձագանքող քայլերի ձայնը նրանց երկուսին էլ սեղմեց պատին։ Երեք տղամարդ, կոստյումներով, իջան աստիճաններով, մեթոդաբար շուրջը նայելով։ Նրանք ռեստորանի անվտանգության աշխատակիցներ չէին։ Նրանց համակարգված շարժումները յուրաքանչյուր անկյունը ստուգելու վկայում էին մասնագիտական պատրաստվածության մասին։ Նա չէր կարող հեռու գնալ, ասաց նրանցից մեկը, նրա ձայնը արձագանքեց բետոնե սյուների արանքից։ Ստուգեք բոլոր մեքենաները։ Քիարան բռնեց Օլիվիայի ձեռքը, լուր տարավ նրան կայանված մեքենաների միջով, օգտագործելով ստվերները աննկատ շարժվելու համար։ Տարիներ շարունակ դիտարկելու փախուստի ուղիներ պլանավորելու աշխատանքները վերջապես փորձության էին ենթարկվում։ Նրանք հասան արտակարգ իրավիճակների աստիճանների, որոնք ուղիղ տանում էին շենքի երկրորդ կողմնային փողոց։ Քիարան այդ ելքը հայտնաբերել էր իր աշխատանքի երկրորդ ամսվա ընթացքում, միշտ գիտեր, որ մի օր կարող է դրա կարիքը ունենալ։ Դուռը, ինչպես միշտ, բաց էր, անվտանգության թերություն, որը շենքի ղեկավարությունը երբեք չէր անհանգստացել շտկելու համար։ Հիմա ո՞ր, հարցրեց Օլիվիան, երբ նրանք վերջապես դուրս եկան փողոց, շնչելով մայրաքաղաքի գիշերային օդը։ Անվտանգ տեղ, որտեղ կարող ենք խոսել առանց շտապելու, պատասխանեց Քիարան, ստուգելով, որ նրանց չեն հետում։ Բայց նախ ինձ քո օգնությունն է պետք ինչ-որ բանի հարցում։ Ինչ։ Ես պետք է մտնեմ նրա ծնողների տուն։ Եթե Վիկտորը շանտաժի է ենթարկում նրանց, պետք է լինեն փաստաթղթեր, պայմանագրեր, որև ֆիզիկական ապացույց այն մասին, թե ինչ է նա պահանջում պարտքի ներման դիմաց։ Օլիվիան տատանվում էր։ Ծնողների անձնական կյանքը խախտելու միտքը, հատկապես այն բանից հետո, երբ պարզվեց, որ նրանք ստել են իրեն, անհանգստացնող էր։ Բայց նա գիտեր, որ պետք է լիովին հասկանար, թե ինչ իրավիճակում էր գտնվում իր ընտանիքը։ Նրանք անցյալ շաբաթավերջին գյուղական վայրեր էին մեկնել, վերջապես ասաց նա։ Նրանք մի պանդոկում մնացին, մի փոքր հանգստանալու։ Հիմա հասկանում եմ, որ հավանաբար Վիկտորն էր առաջարկել, որ նրանք լքեն քաղաքը։ Հիանալի է։ Որքան ժամանակ ունենք։ Նրանք վերադառնում են կիրակի երեկոյան։ Դա մեզ 2 օր ժամանակ է տալիս։ Քիարան այդ գիշեր առաջին անգամ ժպտաց։ 2 օրը ավելի քան բավարար էր Սալենների տունը խուզարկելու անհրաժեշտ ապացույցները գտնելու համար։ Բայց նախ նա ուներ Օլիվիային ցույց տալու կարևոր մի բան, որը կարող էր վերջնականապես բացատրել, թե ինչու էր Վիկտորն այդքան հետաքրքրված նրանով։ Մինչ ծնողների տուն գնալը, ես պետք է քեզ ինչ-որ բան ցույց տամ, ասաց Քիարան, կանգ առնելով թվացյալ լքված արտրային շենքի առջ։ Այստեղ եմ ես ապրում հետաքննությունը սկսելուց ի վեր։ Ես այդ վայրը վերածել եմ հետախուզության շտաբի։ Շենքը դրսից իսկապես լքված տեսք ուներ, փակ պատուհաններով, խարխուլ ճակատային մասով։ Սակայն երբ Քիարան բացեց կողքի դուռը, միացրեց լույսերը, Օլիվիան հայտնվեց մի արտասովոր բանի առջ։ Պատերը ծածկված էին լուսանկարներով, փաստաթղթերով, քարտեզներով, դիագրամներով, որոնք միացված էին գունավոր գծերով։ Դա նման էր մոլուցքով լի դետեկտիվի մտքի մեջ մտնելուն։ Սենյակի կենտրոնում միաժամանակ աշխատում էին 3 համակարգիչներ, որոնցից յուրաքանչյուրը ցուցադրում էր բարդ աղյուսակներ տվյալների բազաներ։ Աստված իմ, մրմնջաց Օլիվիան, մոտենալով Վիկտորի տարբեր հասարակական միջոցառումների լուսանկարներով պատված պատին։ Դու սա իսկապես վերածել ես մասնագիտական հետաքննության։ 3 տարի շարունակ ես գրանցել եմ Վիկտորի յուրաքանչյուր քայլը, նրա յուրաքանչյուր գործընկերոջը, յուրաքանչյուր ընկերությանը, որը կարծես կապված է նրա գործարքների հետ, բացատրեց Քիարան, մատնացույց անելով այն, ինչը նա անվանեց կոռուպցիայի քարտեզ, տարբեր հատվածներ։ Ես հայտնաբերեցի, որ նա մենակ չի աշխատում։ Կա մարդկանց մի ամբողջ ցանց, որը օգնում է նրան, այդ թվում որոշ անուններ, որոնց դուք անպայման կճանաչեք։ Քիարան մոտեցավ համակարգիչներից մեկին, բացեց մի կոնկրետ ֆայլ։ Էկրանին հայտնվեցին տասնյակ անուններ, որոնք դասավորված էին բարդ հիերարխիայով, որտեղ Վիկտորը գլխավորում էր, որին հաջորդում էին օգնականները, գործընկերները, դաշնակից քաղաքական գործիչները, իսկ բուրգի հիմքում զոհերը։ Քո ծնողներն այստեղ են, ասաց նա, մատնացույց անելով ակտիվ թիրախներ, վերնագրով ցուցակում գտնվող Ագնես Արոն Սալենների անունները։ Բայց նայիր, թե էլ ովքեր կան այս ցուցակում։ Օլիվիան հետեց Քիարայի մատին, գտավ մեկ այլ անուն, որը նրան բնազդաբար հետ քաշվեց՝ Պիետրո Կարմին։ Ամուսնու անունը։ Սա չի կարող ճիշտ լինել, ասաց Օլիվիան դողացող ձայնով։
Պիետրոն երբեք չի նշել Վիկտոր Ալյանցի հետ որևէ գործարք ունենալու մասին։ Հենց դրա համար էլ Վիկտորը քեզ ուզում է, լրջորեն բացատրեց Քիարան։ Պիետրոն պարզապես մեկ պարտքերի մեջ գտնվող գործարար չէ։ Իմ հետաքննությունների համաձայն նա Վիկտորի գործունեության մեջ հայտնաբերել է մի բան, որը կարող է լիովին կործանել նրա բիզնեսը։ Վիկտորին պետք է միջոց, Պիետրոյին վերահսկելու համար, դու կատարյալ լծակ ես։ Բացահայտումը Օլիվիային հարվածեց ինչպես ձնահոսք։ Սկզբում ծնողներին, հիմա ամուսնուն։ Նրա ամբողջ կյանքը կապված էր Վիկտոր Ալյանցի խարդավանքների հետ այնպիսի ձերով, որոնք նա երբեք չէր պատկերացնում։ Նա պարզապես պատահական զոհ չէր։ Նա գտնվում էր ուշադիր մշակված ռազմավարության կենտրոնում։ Ինչ պարզեց Պիետրոն, հարցրեց նա, ձայնը հազիվ շշուկի նման էր հնչում։ Կիարան գնաց ֆիզիկական արխիվ վերցրեց փաստաթղթերով լի հաստ թղթապանակ։ Պիետրոն ներմուծման արտահանման ընկերության սեփականատեր է։ Վերջին մեկ տարվա ընթացքում նա սկսեց նկատել խախտումներ իր ընկերության կողմից մշակված որոշ գործարքներում։ Առաքումներ, որոնք ժամանում էին առանց համապատասխան փաստաթղթերի, վճարումներ, որոնք կատարվել էին պաշտոնապես գոյություն չունեցող ընկերությունների կողմից, արժեքներ, որոնք չէին համապատասխանում հայտարարագրված ապրանքներին։ Ինչպես ստացաք այս տեղեկատվությունը։ Որովհետև Պիետրոն փորձել է ամեն ինչ հայտնել համապատասխան մարմիններին։ Նա մի քանի պաշտոնական բողոքներ է ներկայացրել, ապացույցներ է ներկայացրել ներքին եկամուտների ծառայությանը, նույնիսկ փորձել է կապ հաստատել մամուլի հետ։ Սակայն նրա բոլոր փորձերը համակարգված կերպով արգելափակվել կամ անտեսվել են։ Օլիվիան նստեց աթոռին, զգալով բոլոր բացահայտումների ծանրությունը։ Այսպիսով, Վիկտորը որոշեց, որ Պիետրոյին լռեցնելու լավագույն միջոցը ես եմ։ Ճիշտ այդպես։ Եթե նրան հաջողվի առանգել քեզ կամ օգտագործել որպես պատանդ, Պիետրոն ստիպված կլինի համագործակցել։ Քո ծնողները ընդամենը առաջին քայլն էին այդ պլանում։ Վիկտորը գիտեր, որ նրանք ամեն ինչ կանեին քեզ պաշտպանելու համար, ուստի նա ստեղծեց իդեալական իրավիճակ։ Նա կներեր նրանց պարտքերը քեզ փոխարեն։ Եվ ինչ է նա մտադիր անել ինձ հետ, երբ կարողանա ինձ վերահսկել։ Քիարան տատանվեց պատասխանելուց առաջ, գիտակցելով, որ ճշմարտությունը ցավոտ կլինի։ Վիկտորը սովորաբար երկար չի պատանդ պահում։ Նրա ռազմավարությունն է օգտագործել մարդկանց, իր ուզածը ստանալու համար, ապա ազատվել նրանցից, որպեսզի նրանք երբեք չկարողանան վկայություն տալ իր դեմ։ Հետաց լռությունը ծանր էր։ Օլիվիան վերջապես լիովին հասկացավ իրավիճակի լրջությունը։ Խաղադրույքի տակ էր ոչ միայն իր ազատությունը, այլ հնարավոր է, իր ամբողջ ընտանիքի կյանքը։ Հիմա ինչ անենք, հարցրեց նա, նորացված վճռականությամբ նայելով Քիարային։ Հիմա, պատասխանեց Քիարան, փակելով համակարգչի ֆայլերը, մենք իրավիճակը նրա օգտին ենք շրջել։ Վիկտորը կարծում է, որ բոլոր քարտերն ինքն է պահում, բայց չգիտի, որ ես գոյություն ունեմ։ Նա չգիտի, որ ինչ-որ մեկը 3 տարի շարունակ փաստաթղթավորել է իր յուրաքանչյուր քայլը։ Ժամանակն է օգտագործել այդ գիտելիքը, պաշտպանելու իր ընտանիքը, պարզելու, թե իրականում ինչ է պատահել եղբորս հետ։ Դու ծրագիր ունես։ Քիարան ժպտաց, Օլիվիան առաջին անգամ այդ ժպիտում տեսավ այն մարդու անսասան վճռականությունը, ով իր կյանքի տարիները նվիրել էր այդ պահի նախապատրաստմանը։ Ես մի քանի տարբերակ ունեմ։ Բայց դրանք բոլորը կախված են մեկ բանից։ Պատրաստ եք լիովին վստահել ինձ, նույնիսկ եթե դա նշանակում է բացահայտել ձեր ընտանիքի մասին այնպիսի ճշմարտություններ, որոնք գուցե չեք ցանկանա իմանալ։ Օլիվիան չհապաղեց։ Այսօր երեկոյան հայտնաբերածից հետո, կարծում եմ, ինձ ցնցելու շատ բան չկա։ Ես պատրաստ եմ անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է, պաշտպանելու իմ սիրելի մարդկանց։ Այսպիսով, եկեք սկսենք նրա ծնողների տնից։ Եթե մենք կարողանանք գտնել այն փաստաթղթերը, որոնք Վիկտորը ստիպել է նրանց ստորագրել, մենք կարող ենք ճշգրիտ հասկանալ, թե որոնք են շանտաժի պայմանները։ Այդտեղից մենք կարող ենք մշակել ռազմավարություն, իրավիճակը մեր օգտին շրջելու համար։ Երբ նրանք պատրաստվում էին լքել ժամանակավոր հետախուզական շտաբը, Քիարան չհիշատակեց Օլիվիային իր ամենամութ կասկածի մասին։ Որ Վիկտոր Ալյանցը պարզապես սովորական կոռումպացված գործարար չէր, այլ այնպիսի կազմակերպության առաջնորդ, որն այնքան հզորացել ազդեցիկ էր դարձել, որ գործնականում վերահսկում էր մայրաքաղաքի ոչ ֆորմալ տնտեսության մեծ մասը։ Եվ եթե նրա կասկածները ճիշտ էին, ապա կոռուպցիոն ցանցը շատ ավելի խորն ու վտանգավոր էր, քան նրանցից երկուսը պատկերացնում էին։
Սալեն ընտանիքի տունը գտնվում էր մայրաքաղաքի բարձրակարգ թաղամասերից մեկում, երկհարկանի շենք, խնամված այգով ճակատային մասով, որը ճառագում էր միջին խավի բարձրակարգ պատկառելիություն։ Ցանկացած արտաքին դիտորդի համար դա հաջողակ թոշակառու զույգի տիպիկ տուն էր։ Բայց երբ Օլիվիան բացեց մուտքի դուռը առավոտյան ժամը 2-ին, Քիարան կարող էր զգալ տան պատերի մեջ կուտակվող լարվածությունը։ Վերջերս փոխել են դեկորը, հարցրեց Քիարան, նկատելով, թե որքան տարօրինակ անանձնական էր թվում սենյակը, կարծես կահույքը շտապ կերպով վերադասավորվել էր։ Հիմա, երբ դու դա հիշատակեցիր, այո, պատասխանեց Օլիվիան, միացնելով լույսերը նոր աչքերով դիտարկելով շրջապատը։ Վերջին ամիսներին նրանք վաճառել են մի քանի հնաոճ իրեր, որոնք ունեին սենտիմենտալ արժեք։ Ես ասացի, որ նրանք պարզեցնում էին իրենց կյանքը, բայց դա երբեք այդքան էլ իմաստ չուներ։ Քիարան սկսեց մեթոդականորեն զննել սենյակը, փնտրելով այն նշանները, որոնք կարող էին թաքցնել Ագնեսն ու Արոնը։ Դարակներ, բանալիներով, փոքրիկ սեյֆեր, ցանկացած վայր, որտեղ կարելի էր պահել կարևոր փաստաթղթեր։ Բարձր հասարակության մեջ վարքագիծը վերլուծելու նրա փորձը նրան սովորեցրել էր, որ ճնշման տակ գտնվող մարդիկ միշտ հետքեր էին թողնում իրենց վախերի գաղտնիքների մասին։ Սկսենք հորդ գրասենյակից, առաջարկեց Քիարան։ Նրա սերնդի տղամարդիկ դեռս նախընտրում են կարևոր փաստաթղթերը տանը պահել, նույնիսկ թվային դարաշրջանում։ Արոնի գրասենյակը գտնվում էր երկրորդ հարկում, փայտե պատերով սենյակ, որտեղ գրապահարանները լի էին գրքերով հին սեղան, որը ակնհայտորեն հաճախ էր օգտագործվում։ Քիարան անմիջապես նկատեց, որ սեղանը մոլուցկով էր կազմակերպված, գրիչները կատարյալ դասավորված էին, իսկ թղթերը ռազմական ճշգրտությամբ դարսված։ Սա քաոսային իրավիճակում վերահսկողություն պահպանել փորձող մարդու բնորոշ վարքագիծ էր։ Հայրդ միշտ այսքան կազմակերպված էր, հարցրեց Քիարան, զգուշորեն բացելով դարակները։ Իրականում, ոչ, խոստովանեց Օլիվիան։ Նա միշտ մի տեսակ անկարգ էր։ Մայրիկը միշտ բողոքում էր, որ նա թղթերը ցրված էր թողնում ամենուր։ Այսինքն, ինչ-որ մեկը նրան ստիպում է ամեն ինչ կարգին պահել, թե? Նա փորձում է կասկածներ չառաջացնել, եզրակացրեց Քիարան, գտնելով փակ դարակը։ Գիտես, թե որտեղ է նա պահում բանալիները։ Օլիվիան մատնացույց արեց դարակի վրա դրված նկարի շրջանակը։ Նա միշտ պահեստային բանալիները թաքցնում էր իրենց հարսանեկան լուսանկարի ետում։ Երբ նրանք հանեցին նկարի շրջանակը, նրանք գտան ոչ միայն դարակի բանալին, այլ մի փոքրիկ սեյֆի բանալի, որը Օլիվիան չճանաչեց։ Դարակում հայտնաբերվեցին ժամանակագրական կարգով դասավորված ֆինանսական փաստաթղթեր, բայց հենց սեյֆի բանալին էր, որը հանգեցրեց ամենակարևոր հայտնագործությանը։ Սեյֆը թաքնված էր պատին կախված նկարի ետում, փոքրիկ, բայց բարդ մոդել, որը, ակնհայտորեն, վերջերս էր տեղադրվել։ Երբ նրանք բացեցին այն, գտան կարմիր թղթապանակ, որի մեջ փաստաթղթեր էին, ինչը ստիպեց Օլիվիային բնազդաբար հետ քաշվել։ Վարկային պայմանագրեր, մրմնջաց Քիարան, թերթելով թղթերը։ Բայց սրանք ավանդական բանկային վարկեր չեն։ Պարզապես նայեք այս կետին։ Փաստաթղթում նշվում էր, որ չկատարման դեպքում պարտատերը իրավունք կունենար ստանալ բանավոր համաձայնեցված այլընտրանքային փոխհատուցում։ Թե ինչ տեսակի փոխհատուցում է դա, որը մանրամասնություն չկար, սակայն միտումնավոր անորոշ իրավական ձակերպումը հստակ նշան էր, որ սրանք դատական արտադատական համաձայնություններ էին։ 1.200.000 ռեալ, կարդաց Օլիվիան, նրա ձայնը մատնում էր նրա ցնցումը։ Ինչպես կարող էին ծնողներս այդքան փող պարտք լինել։ Նայեք ամսաթվերին, նշեց Քիարան։ Առաջին վարկերը 2 տարի առաջվա են, փոքր գումարներով։ 5.000, 10.000։ Բայց տեսեք, թե ինչպես են գումարները աստիճանաբար աճում, միշտ չարաշահող բարդ տոկոսներով։ Սա մի օրինաչափություն էր, որը Քիարան նկատել էր այլ հետաքննություններից։ Վիկտորը նրա գործընկերները սկզբնական վարկեր էին առաջարկում թվացյալ բարենպաստ պայմաններով ժամանակավոր ֆինանսական դժվարություններ ունեցող մարդկանց։ Երբ զոհերը պարտք էին դառնում, տոկոսադրույքները կտրուկ բարձրանում էին, ստիպելով նրանց նոր վարկեր վերցնել նախորդները մարելու համար։ Մի քանի ամսվա ընթացքում փոքր պարտքերը վերածվեցին անհնարին մարելի գումարների։ Բայց այստեղ ինչ-որ տարօրինակ բան կա, նկատեց Քիարան, համեմատելով տարբեր պայմանագրերի ստորագրությունները։ Նայեք ձեր հոր ստորագրությանը առաջին փաստաթղթերի վրա, համեմատեք այն հետագա պայմանագրերի ստորագրությունների հետ։ Օլիվիան մոտեցավ անմիջապես նկատեց տարբերությունը։ Նրա ստորագրությունը լիովին փոխվել էր։ Վերջին պայմանագրերում թվում էր, թե նա նյարդային էր կամ վախեցած։
Որովհետև նրան, հավանաբար, ստիպում էին ստորագրել, եզրափակեց Կիարան։ Ես վստահ եմ, որ Վիկտորը սկսեց ավելի ուղղակի ճնշման մարտավարություն կիրառել այն բանից հետո, երբ պարտքը հասավ որոշակի չափի։ Շարունակելով զննել սեյֆը, նրանք հայտնաբերեցին ավելի անհանգստացնող մի բան՝ աուդիոձայնագրություններ փոքր ֆլեշ կրիչների վրա, որոնցից յուրաքանչյուրը պիտակավորված էր վերջին 6 ամիսների ամսաթվերով։ Կիարան ֆլեշ կրիչներից մեկը միացրեց Արոնի նոութբուքին, նվագարկեց առաջին ֆայլը։ Վիկտոր Ալյանցի սառը հաշվարկված ձայնը արձագանքեց գրասենյակում։ Արոն, դու հասկանում ես, որ խոսքը միայն փողի մասին չէ, չէ՞։ Խոսքը վստահության մասին է։ Եվ երբ ինչ-որ մեկը խախտում է իմ վստահությունը, հետանքները շատ ավելի մեծ են, քան ֆինանսականը։ Արոնի դողացող ձայնը պատասխանեց. Հասկանում եմ, պարոն Ալյանց։ Ինձ պարզապես մի փոքր ավելի ժամանակ է պետք վճարումները կազմակերպելու համար։ Ժամանակը հենց այն է, ինչ դու չունես։ Բայց ես պատրաստ եմ ողջամիտ լինել։ Կա մի միջոց, ամբողջությամբ մարելու պարտքդ, առանց որևէ փողի կարիք ունենալու։ Ինչ նկատի ունես։ Ձեր դուստրը, Օլիվիան, վերջերս շատ հետաքրքիր անձնավորություն է դարձել։ Ես լսել եմ, որ նա ղեկավարում է հաջողակ կորպորատիվ հաղորդակցությունների ընկերություն։ Ես նա լսել եմ, որ նա ամուսնացած է Պիետրո Կարմինի, Carmen Importes-ի սեփականատերի հետ։ Ձայնագրության ընթացքում լռությունը երկար ու ծանր էր։ Ես չեմ օգտագործելու դստերս իմ խնդիրները լուծելու համար, վերջապես ասաց Արոնը։ Ես քո կարծիքը չեմ հարցնում, Արոն։ Ես քեզ տեղեկացնում եմ, թե ինչ է լինելու։ Դու կանոնավոր հանդիպումներ ես կազմակերպելու Օլիվիայի հետ։ Ընտանեկան ընթրիքներ, պատահական հավաքույթներ։ Եվ երբ ես որոշեմ, որ ժամանակը եկել է, դու նրան կբերես որոշակի վայր։ Ինչ անել, եթե հրաժարվեմ։ Վիկտորի ծիծաղը սառցե էր։ Այդ դեպքում դու Ագնեսը կհայտնաբերեք, որ կան պարտքերը հավաքելու շատ ստեղծագործական եղանակներ։ Եվ ես երաշխավորում եմ, որ ձեր դուստրը շատ կթխրի, երբ իմանաք, թե ինչ է պատահել իր ծնողներին նրանց համառության պատճառով։ Օլիվիան անջատեց ձայնագրությունը, նրա ձեռքերը դողում էին։ Վիկտորի ձայնը, որը այդքան ուղղակիորեն սպառնում էր իր ծնողներին, ավելի ցնցող էր, քան ցանկացած գրավոր փաստաթուղթ։ Այն սառնությունը, որով նա հիշատակում էր հետանքները, հստակեցնում էր, որ իր սպառնալիքները դատարկ չէին։ Կան ավելի շատ ձայնագրություններ, նշեց Կիարան, ստուգելով մյուս ֆլեշ կրիչները, նրա ծնողները համակարգված կերպով փաստաթղթավորել են Վիկտորի հետ բոլոր զրույցները, դա խելացի է նրանց կողմից։ Կամ նրանց ստիպել են ձայնագրել որպես շանտաժի մաս, ենթադրեց Օլիվիան։ Հնարավոր է, Վիկտորը պահանջել է, որ նրանք ձայնագրություններ պահեն զրույցների վերաբերյալ, համոզվելու համար, որ նրանք պահպանում են պայմանավորվածությունները։ Նրանք լսեցին 3 ձայնագրություն, որոնցից յուրաքանչյուրը բացահայտում էր Վիկտորի մեթոդների մասին նոր մանրամասներ։ Նա ոչ միայն հավաքում էր պարտքը, այլ Ագնեսի Արոնի միջոցով տեղեկություններ էր հավաքում Պիետրոյի մասին։ Նա ուզում էր իմանալ նրա աշխատանքային գրաֆիկի, իր սովորական երթուղիների, իր գործընկերների, նույնիսկ Օլիվիայի հետ ամուսնության հնարավոր խնդիրների մասին։ Նա մեր ընտանիքի մասին ամբողջական դոսիե էր պատրաստում, մրմնջաց Օլիվիան։ Ինչպես որ նա պլանավորում էր շատ ավելի մեծ բան, քան պարզապես պարտք հավաքելը։ Որովհետև այդպես է, հաստատեց Կիարան։ Հիշում ես, թե ինչ ասացի քեզ Պիետրոյի կողմից իր ընկերությունում խախտումներ հայտնաբերելու մասին։ Վիկտորը պետք է չեզոքացնի այս սպառնալիքը, քեզ Պիետրոյի դեմ օգտագործելը պարզապես ավելի մեծ ծրագրի մի մասն է։ Այդ պահին Օլիվիայի բջջային հեռախոսը զանգեց։ Դա Պիետրոյից ուղարկված հաղորդագրություն էր։ Որտե՞ղ ես։ Ես տուն հասա, դու այստեղ չէիր։ Ես անհանգստացած եմ։ Օլիվիան հաղորդագրությունը ցույց տվեց Կիարային, ով անմիջապես զգոնացավ։ Սովորաբար Պիետրոն ժամը քանիսին է տուն հասնում։ Երբեք մինչ առավոտյան 2-ը։ Նա միշտ մնում է գրասենյակում մինչ շատ ուշ, կազմակերպելով հաջորդ օրվա գործողությունները։ Ապա ինչու այսօր շուտ եկար, հատկապես այն գիշերը, երբ անհետացար ռեստորանից։ Հարցը կախված էր օդում, մինչ նրանք երկուսն էլ մտածում էին հետանքների մասին։ Հնարավոր էր, որ Պիետրոն տեղյակ լիներ Վիկտորի այդ գիշերվա ծրագրերի մասին։ Կամ ավելի վատը, հնարավոր էր, որ նա ինչ-որ կերպ համագործակցում էր Վիկտորի հետ։ Ես պետք է զանգեմ նրան, ասաց Օլիվիան, բայց Կիարան բռնեց նրա թը։ Դեռ ոչ։
Նախ, մենք պետք է հասկանանք, թե ճիշտ ինչ դեր ունի Պիետրոն այս ամենում։ Եթե նրան նույնպես շանտաժի են ենթարկում, հեռախոսազանգը կարող է Վիկտորին տեղեկացնել, որ ինչ-որ բան այն չէ։ Քիարան մոտեցավ Արոնի համակարգչին, սկսեց փնտրել Պիետրոյի կամ նրա ընկերության հետ կապված ֆայլեր։ Նրան երկար ժամանակ չտեց գտնել թաքնված թղթապանակ, որը պարունակում էր փաստաթղթեր, որոնք լիովին պարզաբանում էին իրավիճակը։ Պիետրոն հայտնաբերել էր, որ իր ներմուծող ընկերությունն օգտագործվում էր պաշտոնական հայտարարագրերում չնշված ապրանքներ տեղափոխելու համար, ապրանքները ժամանում էին կնքված տարաներով, թվացյալ օրինական փաստաթղթերով, բայց իրականում պարունակում էին չհայտարարագրված էլեկտրոնիկա արդյունաբերական սարքավորումներ, ապրանքների իրական արժեքը շատ ավելի մեծ էր, քան հայտարարագրված էր, ինչը ստեղծում էր անհամապատասխանություն, որն օգտագործվեց խոշորածավալ հարկերից խուսափելու համար։ Պիետրոն փորձեց այս ամենը հաղորդել։ Ասաց Կիարան, կարդալով տարբեր կարգավորող մարմիններին ուղարկված էլեկտրոնային նամակները, բայց նայեք, թե ինչ պատասխաններ է նա ստացել։ Պիետրոյի բոլոր բողոքները արխիվացվել էին կամ փոխանցվել տարբեր գերատեսչությունների միջ, մինչ որ պարզապես անհետացել էին բյուրոկրատական համակարգում։ Ակնհայտ էր, որ Վիկտորն ուներ բավարար կապեր, պաշտոնական հետաքննության ցանկացած փորձ չեզոքացնելու համար։ Բայց Պիետրոն չհանձնվեց, շարունակեց Կիարան, գտնելով ավելի նոր փաստաթղթեր։ Նա սկսեց ամեն ինչ ինքնուրույն փաստաթղթավորել։ Տարաների լուսանկարներ, կեղծված փաստաթղթերի պատճեններ, հայտարարագրերին չհամապատասխանող վճարումների գրառումներ։ Այսպիսով, նա զոհ է, այլ ոչ թե հանցակից, թեթացած եզրափակեց Օլիվիան։ Ոչ թե պարզապես զոհ։ Պիետրոն իրական սպառնալիք է ներկայացնում Վիկտորի համար, քանի որ նա ունի հստակ ապացույցներ, որոնք կարող են խափանել հարկերից խուսափելու ամբողջ գործողությունը։ Ահա թե ինչու Վիկտորն այդքան հուսահատորեն փորձում է վերահսկել իր ընտանիքը։ Այդ պահին նրանք լսեցին տան դիմացի փողոցում կանգ առնող մեքենաների ձայն։ Քիարան վազեց դեպի պատուհանը, տեսավ 3 մութ մեքենաներ, որոնք ռազմավարականորեն տեղակայված էին, փակում էին փախուստի հնարավոր ուղիները։ Կոստյումով տղամարդիկ սկսեցին դուրս գալ մեքենաներից, որոնցից մի քանիսը ուղղվեցին դեպի տան հետի մասը։ Վիկտորը իմացավ, թե որտեղ ենք մենք, ասաց Քիարան, արագ սկսելով հավաքել ամենակարևոր փաստաթղթերը։ Մենք պետք է հիմա հեռանանք այստեղից։ Ինչպես նա իմացավ։ Հավանաբար նրանք հետել են Պիետրոյի բջջային հեռախոսին կամ հսկողություն են հաստատել նրա ծնողների տանը, պատասխանեց Կիարան, մեջքի պայուսակը լցնելով ֆլեշ գրիչներով պայմանագրերով, կամ ինչ-որ մեկը տեսել է մեզ այստեղ մտնելիս։ Տան զանգը հնչեց, որին հաջորդեցին մուտքի դռան ուժեղ թակոցները։ Տղամարդու ձայն կանչեց. Օլիվիա, մենք գիտենք, որ դու այնտեղ ես։ Մենք ուղղակի ուզում ենք խոսել։ Դա սուտ է, շշնջաց Քիարան։ Եթե նրանք պարզապես խոսել ցանկանային, չէին գա այդքան տղամարդկանցով կեսգիշերին։ Նրանք արագ իջան ներք, բայց տղամարդիկ արդեն պտտվում էին տան շուրջը։ Քիարան տեսավ լապտերի ճառագայթներ, որոնք շարժվում էին հետի այգու միջով, փակելով խոհանոցից դուրս եկող ելքը։ Իրավիճակը գնալով հուսահատվում էր։ Կա՞ արդյոք այլ ելք, հարցրեց Քիարան։ Գարաժն ունի դուռ, որը տանում է դեպի հարան տան բակ, հիշեց Օլիվիան, բայց դա փոքր մուտքի կետ է, մենք պետք է սողալով անցնենք միջով, դա միակ տարբերակն էր։ Նրանք վազեցին դեպի ավտոտնակ, գտան Օլիվիայի նշած փոքրիկ բացվածքը։ Դա ավտոտնակի պատի հարանի ցանկապատի մեջ ընկած նեղ տարածություն էր, որն սկզբում օգտագործվում էր էլեկտրական մալուխներ անցկացնելու համար, բայց բավականաչափ լայն էր, որպեսզի մարդը դժվարությամբ կարողանար անցնել դրա միջով։ Քիարան առաջինը գնաց, քարշ տալով փաստաթղթերով լի իր ուսապարկը։ Օլիվիան հետեց նրան, փորձելով որքան հնարավոր է քիչ աղմուկ հանել։ Մյուս կողմից նրանք հայտնվեցին մի մութ տան բակում, որի բնակիչները, ըստ երույթին, խորը քնած էին։ Հիմա ո՞ր, հարցրեց Օլիվիան, հագուստից կեղտը մաքրելով։ Այնպիսի տեղ, որտեղ Վիկտորը երբեք չէր մտածի նայել, լարված ժպիտով պատասխանեց Քիարան։ Մենք կգնանք քո ամուսնուն փնտրելու։ Պիետրո։ Բայց դու ասացիր, որ մենք դեռ չպետք է վստահենք նրան։ Ես փոխել եմ միտքս։ Նրա ծնողների տանը փաստաթղթերը տեսնելուց հետո վստահ եմ, որ Պիետրոն մանիպուլյացիայի է ենթարկվում, չի համագործակցում։ Եվ եթե Վիկտորին հաջողվի նրան էլ բռնել, մեր ամբողջ հետաքննությունը ապարդյուն կլինի։ Նրանք քայլում էին մայրաքաղաքի ամայի փողոցներով, խուսափելով գլխավոր պողոտաներից, օգտագործելով կարճ ճանապարհները, որոնք Քիարան գծել էր իր հսկողության տարիների ընթացքում։
Պիետրոյի ընկերությունը գտնվում էր մոտ 40 րոպե հեռավորության վրա գտնվող արտրային տարածքում, Քիարան խաղադրույք էր անում, որ նա իսկապես ուշ է աշխատում, ինչպես Օլիվիան նշել էր, Քիարա, ասաց Օլիվիան զբոսանքի ժամանակ, կա մի բան, որը ես չեմ հասկանում։ Ինչու որոշեցիր այսօր երեկոյան օգնել ինձ։ Կարող էիր գաղտնի շարունակել քո հետաքննությունը։ Առանց քեզ բացահայտելու։ Հարցը Քիարային մի պահ կանգնեցրեց։ 3 տարի նա մնացել էր ստվերում, տեղեկություններ հավաքելով առանց Վիկտորի զոհերի հետ անմիջականորեն շփվելու։ Սակայն տեսնելով, թե ինչպես են Ագնեսն ու Արոնը ստիպված հանձնել իրենց սեփական դստերը, նրա մեջ արթնացել էր մի զայրույթ, որը նա այլևս չէր կարողանում զսպել։ Որովհետև, վերջապես ասաց նա, երբ տեսա քո ծնողներին այդ սեղանի շուրջ, հիշեցի եղբորս հետ ունեցած վերջին զրույցը։ Նա ստիպեց ինձ խոստանալ, որ եթե իրեն ինչ-որ բան պատահի, ես կշարունակեմ պայքարել մյուս ընտանիքներին պաշտպանելու համար։ Այսօր երեկոյան ես առաջին անգամն էի իրական հնարավորություն ունեցել կատարելու այդ խոստումը։ Իսկ հիմա։ Հիմա մենք կգտնենք Պիետրոյին, կհավաքենք մեր ունեցած բոլոր ապացույցները, վերջապես կստիպենք Վիկտոր Ալյանցին վճարել իր արած ամեն ինչի համար։ Ոչ միայն իմ ընտանիքի, այլ ձեր ընտանիքի համար։ Երբ նրանք հասան արտրային շենք, որտեղ գործում էր Կարմին Իմպորտասոես, տեսան, որ 12-րդ հարկում լույսը վառ է։ Պիետրոն իսկապես աշխատում էր, բայց միայնակ չէր։ Պատուհանների միջով նրանք կարող էին տեսնել գրասենյակում շարժվող առնվազն 3 մարդու ստվերներ։ Կամ Պիետրոն շատ ուշ գիշերային հանդիպման է, մրմնջաց Կիարան, կամ Վիկտորը մեզանից շուտ է այնտեղ հասել։ Ժամանակն էր պարզել, թե արդյոք Պիետրո Կարմինը վերջին դաշնակիցն էր, որը նրանց պետք էր, թե։ Նա պարզապես մեկ խաղաքար էր դարձել Վիկտոր Ալյանցի խաղում։ Քիարան Օլիվիան 20 րոպե դիտում էին արտրային շենքը, նախքան որոշելը, թե ինչպես մոտենալ։ 12-րդ հարկի լույսերը շարունակում էին վառվել, երբեմն նրանք կարող էին տեսնել պատուհանների մոտ շարժվող ստվերներ։ Անհնար էր որոշել, թե արդյոք Պիետրոն վտանգի մեջ էր, թե։ Որե բանակցություններ էր վարում Վիկտորի հետ։ Ես գիտեմ մի ճանապարհ այնտեղ հասնելու առանց գլխավոր վերելակներից օգտվելու, ասաց Քիարան, մատնացույց անելով շենքի կողային մուտքը։ Իմ հետաքննությունների ընթացքում ես քարտեզագրել եմ մայրաքաղաքի արտրային շենքերում մի քանի այլընտրանքային երթուղիներ։ Կոռումպացված գործարարները միշտ նախընտրում են ունենալ փախուստի մի քանի տարբերակներ։ Նրանց հաջողվեց շենք մտնել ծառայողական դռնով, որը, ինչպես Քիարան հայտնաբերել էր, միշտ բաց էր, գիշերային մաքրության աշխատակիցներին մուտք գործելու հնարավորություն տալու համար։ Բեռնատար վերելակը լուր տարավ նրանց 11-րդ հարկ, որտեղից նրանք կարող էին բարձրանալ արտակարգ իրավիճակների աստիճաններով, առանց ձայն հանելու։ Երբ նրանք հասան 12-րդ հարկի միջանցք, նրանք լսեցին Կարմին Իմպորտս գրասենյակից եկող ձայներ։ Քիարան անմիջապես ճանաչեց Վիկտորի ձայնը, բայց կային 2 տղամարդու ձայներ, որոնց նա չէր նույնականացնում։ Եվ, Օլիվիայի մեծ ուրախությանը, նրանք նույնպես հստակ լսում էին Պիետրոյի ձայնը։ Դու պետք է հասկանաս, Կարմին, ասաց Վիկտորը իրեն բնորոշ սառնությամբ, որ քո ընկերությունում այս անկանոնությունները հայտնաբերելը շատ անհարմար էր բոլոր ներգրավվածների համար։ Շատ կարևոր մարդիկ կախված են այս գործողությունների արդյունավետությունից։ Ես չեմ խնդրել որևէ բան պարզել, պատասխանեց Պիետրոն, որի ձայնում լարվածություն կար, բայց ոչ վախ։ Ես պարզապես իմ աշխատանքն էի անում, երբ նկատեցի, որ թվերը չեն համընկնում։ Բայց երբ դուք իմացաք դա, շատ անխոհեմ որոշումներ կայացրեցիք։ Կարգավորող մարմիններին ամեն ինչ հաղորդելու փորձը լուրջ դատողության սխալ էր։ Դա իմ իրավական պարտավորությունն էր, պնդեց Պիետրոն։ Երբ ընկերությունը հայտնաբերում է հարկային խախտումներ, այն պարտավոր է դրանց մասին հաղորդել։ Երրորդ ձայնը միջամտեց, ավելի երիտասարդ մի փոքր այլ առոգանությամբ։ Պարոն Ալյանց, գուցե ավելի անկեղծ լինենք այն մասին, թե ինչ ենք ակնկալում պարոն Կարմինից։ Քիարան նշան արեց Օլիվիային լռել մոտեցավ գրասենյակի դռանը։ Վարագույրի փոքրիկ ճեղքի միջով նա կարողացավ տեսնել տեսարանի մի մասը։ Պիետրոն նստած էր իր սեղանի ետում, թվացյալ հանգիստ, բայց նա նկատեց, որ նրա ձեռքերը թեթակի դողում էին։ Վիկտորը զբաղեցրել էր սեղանի դիմացի բազկաթոռին, իսկ սենյակի եզրին կանգնած էին 2 երիտասարդ տղամարդիկ։ Իրավիճակը պարզ է, շարունակեց Վիկտորը։ Ձեր ընկերությունը կշարունակի ներմուծման գործողությունները մշակել ճիշտ այնպես, ինչպես նախկինում։ Դուք կդադարեք հարցեր տալ փաստաթղթերի վերաբերյալ, կդադարեք ստուգել հայտարարագրվածի կոնտեյներներով իրականում ժամանածի միջ համապատասխանությունը։
Ինչ անել, եթե հրաժարվեմ։ Այդ դեպքում մենք ստիպված կլինենք գտնել ավելի ստեղծագործական եղանակներ նրա համագործակցությունն ապահովելու համար, ասաց Վիկտորը, գրպանից ծրար հանելով սեղանին դնելով։ Օրինակ, այս զրույցի մեջ ներգրավելով նրա կնոջը, Օլիվիային։ Պիետրոն նկատելիորեն ավելի լարված դարձավ։ Օլիվիան դրա հետ ոչ մի կապ չունի։ Ամեն ինչ կապված է իրար հետ, ուղղեց Վիկտորը։ Իրականում նա է պատճառը, որ մենք այս քաղաքակիրթ զրույցն ենք վարում, այլ ոչ թե պարզապես խնդիրն ավելի անմիջականորեն լուծելու։ Վիկտորը բացեց ծրարը, լուսանկարները տարածեց սեղանի վրա։ Նույնիսկ այնտեղից, որտեղ գտնվում էր, Քյարան կարող էր ճանաչել, որ դրանք Օլիվիայի լուսանկարներ էին տարբեր վայրերում, տարբեր ժամանակներում։ Ռեստորանում, որտեղ նրանք աշխատում էին, փողոցով քայլելիս, տնից դուրս ու ներս մտնելիս։ Վիկտորը երկար ժամանակ հետում էր Օլիվիային։ Դուք ունեք երկու տարբերակ, ասաց Վիկտորը։ Կամ դուք շարունակում եք համագործակցել մեր գործողությունների հետ, Օլիվիան կմնա անվտանգ, կամ շարունակում եք փորձել լինել օրինակելի քաղաքացի, ձեր կինը կարող է ներքաշվել որոշ շատ դժբախտ պատահարների մեջ։ Դա ուղղակի սպառնալիք է, ասաց Պիետրոն, որի ձայնն այժմ լցված էր զսպված զայրույթով։ Դա քո ընտրությունների հետանքների բացատրություն է, հանգիստ ուղղեց Վիկտորը։ Այդ պահին Օլիվիան այլևս չկարողացավ զսպել իրեն։ Նա բացեց գրասենյակի դուռը, ներս մտավ, անտեսելով Քյարայի հուսահատ խնդրանքները, որ թաքնվի։ Մի սպառնակ ամուսնուս իմ պատճառով, ասաց նա, վճռական ձայնով, չնայած վտանգավոր իրավիճակին։ Սենյակում արձագանքը ակնթարթային էր։ Վիկտորի երկու տղամարդիկ անմիջապես շարժվեցին, դուռը փակելու համար, մինչդեռ Վիկտորը վեր կացավ, ժպիտով, որը նրա աչքերին չհասավ։ Օլիվիա, ասաց նա, կարծես հին ընկերոջը ողջունելով։ Ինչ հաճելի անակնկալ։ Ես հենց նոր քո մասին էի խոսում։ Պիետրոն արագ վեր կացավ։ Օլիվիա, ինչպես հասար այստեղ։ Ես կարծում էի, տանն ես։ Ամեն ինչ լավ է, Պիետրո, ասաց նա, ուղիղ նայելով Վիկտորին։ Հիմա ես ամեն ինչ գիտեմ։ Ծնողներիս պարտքերի, քո ընկերությունում առկա անկանոնությունների, հարկերից խուսափելու սխեմաների մասին։ Եվ ես գիտեմ, որ դու ես կանգնած այդ ամենի ետում։ Վիկտորը շարունակում էր ժպտալ, բայց Քյարան նրա կեցվածքում նոր լարվածություն նկատեց։ Նա չէր սպասում, որ Օլիվիան այդքան շատ մանրամասներ կիմանա։ Դու չափազանց զբաղված ես եղել մեկի համար, ով պետք է ընտրի իր ծնողների հետ, նկատեց Վիկտորը, որտեղից ես վերցրել այս ամբողջ տեղեկատվությունը։ Դա կարևոր չէ, պատասխանեց Օլիվիան։ Կարևորն այն է, որ մենք ճիշտ գիտենք, թե դուք ինչ եք անում, մենք բավարար ապացույցներ ունենք դա ապացուցելու համար։ Հենց այդ պահին էր, որ Քյարան որոշեց բացահայտվել։ Նա մտավ գրասենյակ, ձեռքերը տեսանելի պահելով, ցույց տալու համար, որ ինքը ֆիզիկական սպառնալիք չի ներկայացնում։ Ապացույցները ինձ մոտ են, ասաց նա, զարմացնելով սենյակում ներկա բոլորին։ Իմ անունը Քյարա է, 3 տարի շարունակ ես փաստաթղթավորում եմ պարոն Ալյանցի բոլոր անօրինական գործողությունները։ Վիկտորի դեմքի արտահայտությունը լիովին փոխվեց։ Ժպիտը անհետացավ, փոխարինվելով հաշվարկող վտանգավոր հայացքով։ Դու, դանդաղ ասաց նա։ Դու ռեստորանի մատուցողուհին ես։ Ինչպես ես հայտնվել այս ամենում։ Որովհետև դու կործանեցիր իմ ընտանիքը, առանց վարանելու պատասխանեց Քյարան։ Իմ եղբայր Մարկոն հայտնաբերեց քո ծրագրերը Լիմեն Կոնսալթինգում անհետացավ, նախքան ամեն ինչ կհասցներ բացահայտել։ Այդ ժամանակվանից ի վեր ես իմ կյանքը նվիրել եմ քո դեմ ապացույցներ հավաքելուն։ Վիկտորի մարդկանցից մեկը ինչ-որ բան շշնջաց նրա ականջին։ Վիկտորը գլխով արեց դարձավ դեպի Քյարան։ Մարկո Օլինս, ասաց նա, ազգանունը Քյարային բնազդաբար հետ քաշեց։ Քո եղբայրն իսկապես շատ նվիրված էր իր աշխատանքին։ Հնարավոր է, չափազանց նվիրված էր իր սեփական բարօրության համար։ Ինչ արեցիր նրա հետ, հարցրեց Քյարան, որի ձայնը առաջին անգամ դողում էր։ Մարկոն որոշեց, որ ավելի լավ կլինի նոր կյանք սկսել ուրիշ տեղ, անտարբեր ասաց Վիկտորը։ Վերջին անգամ, երբ ես նրանից լսեցի, նա շատ լավ էր հաստատվել մի փոքրիկ քաղաքում, աշխատելով գյուղատնտեսական կոոպերատիվում։ Շատ ավելի պարզ անվտանգ կյանք, քան հետաքննել այնպիսի հարցեր, որոնք իրենը չէին։ Դա սուտ է, ասաց Քյարան։ Մարկոն երբեք չէր լքի իր ընտանիքը։ Մարդիկ զարմանալի ընտրություններ են կատարում, երբ լիովին հասկանում են իրենց գործողությունների հետանքները, պատասխանեց Վիկտորը։
Գուցե դու էլ պետք է մտածես նմանատիպ ընտրություն կատարելու մասին։ Պիետրոն, որը լուր դիտում էր ամբողջ զրույցը, վերջապես միջամտեց. Բավական է խաղերով, Ալյանց։ Ինչ ես ուզում իրականում։ Վիկտորը հավաքեց իրեն, վերադարձավ իր զուսպ կեցվածքին։ Ես ուզում եմ, որ դուք բոլորդ հասկանաք, որ դուք շատ նուրբ վիճակում եք։ Պիետրո, ձեր ընկերությունը կշարունակի գործել ճիշտ այնպես, ինչպես գործել է։ Օլիվիա, դուք չեք փորձի բացահայտել տեղեկություններ, որոնք կարող են վնասել օրինական բիզնեսին։ Եվ դուք, Քիարա, անմիջապես կդադարեցնեք ձեր սիրողական հետաքննությունը, կգտնեք ավելի հարմար զբաղմունք ձեր տարիքի երիտասարդ կնոջ համար։ Ինչ կլինի, եթե հրաժարվենք, հարցրեց Օլիվիան։ Այդ դեպքում դուք կհասկանաք, որ ես շատ ավելի մեծ ազդեցություն ունեմ ձեր կյանքի վրա, քան դուք կարծում եք, պատասխանեց Վիկտորը գրպանից բջջային հեռախոս հանելով։ Օրինակ, ես գիտեմ, որ Օլիվիայի ծնողները մնում են գյուղական մի հմայիչ պանդոկում։ Ցավալի կլինի, եթե նրանք որևէ վթարի ենթարկվեն իրենց վերադարձի ճանապարհին։ Քողարկված սպառնալիքը հստակ էր։ Վիկտորը կարիք չուներ բացահայտ խոսելու այն մասին, թե ինչ կարող է պատահել։ Ենթատեքստը բավարար էր, որպեսզի բոլորը հասկանային իրավիճակի լրջությունը։ Ես նա գիտեմ, շարունակեց Վիկտորը, որ Քիարան մենակ է ապրում արդյունաբերական գոտում գտնվող գրեթե լքված շենքում։ Այդպիսի հին շենքերը շատ անկայուն էլեկտրական համակարգեր ունեն։ Հրդեհները կարող են շատ հանկարծակի բռնկվել։ Քիարան սարսուռ զգաց, երբ հասկացավ, որ Վիկտորը ճշգրիտ գիտի, թե որտեղ է ինքը ապրում։ Սա նշանակում էր, որ իր հետախուզական կենտրոնը, իր հավաքած բոլոր փաստաթղթերով ու ապացույցներով հանդերձ, վտանգված էր։ Եվ Պիետրո, ասաց Վիկտորը, դառնալով նրա կողմը, քո ներմուծող ընկերությունը կախված է դաշնային լիցենզիաներից, որոնք կարող են չեղյալ հայտարարվել ցանկացած պահի, եթե կասկածներ առաջանան սեփականատերերի պիտանիության վերաբերյալ։ Սենյակում լռությունը ծանր էր։ Բոլորը հասկանում էին, որ Վիկտորը միայն ընտրության պատրանք էր առաջարկում։ Իրականում նա էր թելադրում նրանց հանձնվելու պայմանները։ Բայց հենց այդ պահին Պիետրոն անսպասելի մի բան արեց։ Վախ կամ հնազանդություն ցույց տալու փոխարեն, նա ժպտաց։ Վիկտոր, հանգիստ ասաց նա, դու հենց նոր շատ լուրջ սխալ թույլ տվեցիր։ Սա է նման։ Դու ենթադրեցիր, որ մենք ընդամենը 3 վախեցած մարդիկ ենք, որոնք փորձում են բանակցել քեզ հետ, պատասխանեց Պիետրոն, մոտենալով իր սեղանին սեղմելով աննկատելի կոճակը։ Բայց իրականում այս ամբողջ զրույցը ուղիղ եթերով հեռարձակվում է մի քանի մարդկանց համար, որոնք շատ հետաքրքրված են լսել քո սպառնալիքները։ Վիկտորի վստահ դեմքի արտահայտությունը առաջին անգամ տատանվեց։ Ինչի՞ մասին ես խոսում։ Վերջին 2 ամիսների ընթացքում, այն ժամանակվանից ի վեր, երբ սկսեցի կասկածել, որ ինչ-որ մեկը մանիպուլյացիաներ է անում իմ ընկերության հետ, ես իմ գրասենյակում տեղադրեցի ուղիղ ձայնագրման հեռարձակման համակարգ, բացատրեց Պիետրոն։ Այսօր երեկոյան այստեղ ասված ձեր յուրաքանչյուր բառ ուղղակիորեն փոխանցվել է դաշնային դատախազներին, որոնք հետաքննում են հարկերից խուսափելու սխեմաները։ Վիկտորի մարդկանցից մեկը շարժվեց դեպի Պիետրոն, բայց նա բարձրացրեց ձեռքը նրան կանգնեցնելու համար։ Հիմա սարքավորումները ոչնչացնելու փորձ անելն անիմաստ է, ասաց Պիետրոն։ Հաղորդումը կատարվում է բազմաթիվ ավելորդ ալիքներով։ Եվ լսող մարդիկ արդեն իսկ բավարար ապացույցներ ունեն բոլոր ներգրավվածներին ձերբակալելու համար։ Վիկտորը մի քանի վայրկյան լուռ մնաց, մշակելով տեղեկատվությունը։ Երբ նա վերջապես խոսեց, նրա ձայնը կորցրել էր իր զսպվածությունը։ Դուք պատկերացում անգամ չունեք, թե ինչ եք արել հենց նոր, ասաց նա։ Դուք պատկերացում անգամ չունեք, թե քանի ազդեցիկ մարդիկ են ներգրավված այս ամենում։ Դուք հենց նոր պատերազմ հայտարարեցիք ամբողջ համակարգին։ Ապա թող պատերազմ լինի, պատասխանեց Պիետրոն։ Գոնե դա արդար պատերազմ կլինի, բոլոր խաղաքարտերը սեղանին դրված։ Այդ պահին շենքի շրջակա փողոցներում սկսեցին արձագանքել սիրենների ձայնը։ Ոստիկանական մեքենաները արագ մոտենում էին, Վիկտորը հասկացավ, որ իր իրավիճակը լիովին փոխվել էր։ Սա դեռ չի ավարտվել, ասաց նա, շարժվելով դեպի դուռը։ Դուք կարող է հաղթել եք այս մարտում, բայց պատկերացում չունեք, թե իրականում որքան խորն է այն ցանցը, որը փորձեցիք մարտահրավեր նետել։ Իրականում, ասաց Քիարան, իր պայուսակից փաստաթղթերով լի թղթապանակը հանելով, մենք շատ լավ գաղափար ունենք։ 3 տարվա հետաքննությունը ինձ տեղեկություններ է տվել ձեր բոլոր գործընկերների, բոլոր կեղծ ընկերությունների, բոլոր քաղաքական գործիչների մասին, որոնց դուք կաշառում եք։
Եվ այս ամենը նա հանձնվում է դատախազներին։ Վիկտորը կանգ առավ դռան մոտ վերջին անգամ շրջվեց։ Ուզում ես իմանալ ճշմարտությունը քո եղբոր Մարկոյի մասին, հարցրեց նա։ Ճշմարտությունն այն է, որ նա կենդանի է, այո։ Բայց միայն այն պատճառով, որ համաձայնվեց համագործակցել մեզ հետ։ Նա հասկացավ, որ համակարգի դեմ պայքարելն անօգուտ է, կատարեց խելացի որոշում։ Սուտ, ասաց Քիարան, բայց նրա ձայնում անորոշություն կար։ Հարցրեք դատախազներին, եթե ուզում եք նրան գտնել, ասաց Վիկտորը դաժան ժպիտով։ Նրանք ճիշտ գիտեն, թե որտեղ է նա, ինչու է որոշել, որ համագործակցելն ավելի լավ է, քան դիմադրելը։ Այդ վերջին բացահայտումից հետո Վիկտորը նրա մարդիկ արագ լքեցին գրասենյակը, լուր թողնելով Քիարային, Օլիվիային, Պիետրոյին, մինչ սիրենների ձայնը գնալով մոտենում էր։ Ճակատամարտը հաղթվել էր, բայց պատերազմը նոր էր սկսվում։ Եվ Մարկոյի ճակատագրի հարցն ավելի բարդ ու ցավոտ էր դարձել, քան Քիարան երբեք կարող էր պատկերացնել։ Վիկտորի փախուստից ընդամենը 10 րոպե անց դաշնային դատախազները ժամանեցին Պիետրոյի գրասենյակ։ Այնտեղ կային 3 տղամարդ, 1 կին, բոլորը հագած մուգ կոստյումներ, փաստաթղթերով լի պորտֆելներ։ Խմբի ղեկավարը, միջին տարիքի դատախազ դոկտոր Աննա Մյուլլեր անունով, դիմավորեց Պիետրոյին այնպիսի մտերմությամբ, կարծես նախկինում նրա հետ խոսած լիներ։ Պիետրո, հեռարձակումը կատարյալ աշխատեց, ասաց նա, ստուգելով պլանշետը, որտեղ, ըստ ելույթին, դիտել էր ամբողջ առճակատումը։ Մեզ հաջողվեց ձայնագրել Ալիենզի բոլոր սպառնալիքները, նրանց խոստովանությունները հարկերից խուսափելու գործողությունների վերաբերյալ։ Դուք բոլորդ արդեն գիտեիք այս ամենի մասին, հարցրեց Օլիվիան, դեռ հիշելով, թե որքան արագ էին իրադարձությունները զարգացել։ Վերջին 2 ամիսների ընթացքում մենք հետաքննում էինք մի կոռուպցիոն ցանց, որին ներգրավված էին մի քանի ներմուծման ֆինանսական խորհրդատվական ընկերություններ, բացատրեց Աննան։ Պիետրոն կապվեց մեզ հետ, երբ սկսեց կասկածել, որ իր ընկերությունն օգտագործվում է անօրինական գործունեության համար։ Քիարան մոտեցավ դատախազին։ Իսկ ինչ գիտեն նրանք իմ եղբայր Մարկոյի մասին։ Վիկտոր Ալյանցն ասաց, որ նա համագործակցում է նրանց հետ, որ նա ողջ է ներքին Որե քաղաքում։ Աննան իմաստալից հայացքներ փոխանակեց Պիետրոյի հետ, նախքան պատասխանելը։ Սա ավելի բարդ իրավիճակ է, քան դու պատկերացնում ես, Քիարա։ Մենք պետք է այս մասին ավելի հանգիստ խոսենք։ Ինչու է հիմա չես կարող ինձ ասել, պնդեց Քիարան։ 3 տարի ես կարծում էի, որ Վիկտորը Մարկոյի հետ սարսափելի բան է արել։ Եթե նա ողջ է, ես պետք է իմանամ, թե որտեղ։ Որովհետև, զգուշորեն ասաց Աննան, եղբորդ իրավիճակը անմիջականորեն կապված է մեր հետաքննության հետ, կան անվտանգության կանոնակարգեր, որոնք մենք պետք է հետենք։ Պիետրոն մոտեցավ Քիարային, ձեռքը դրեց նրա ուսին։ Քիարա, երբ 2 ամիս առաջ սկսեցի համագործակցել դաշնային դատախազների հետ, առաջին բաներից մեկը, որ հետաքննեցի, Մարկոյի անհետացումն էր։ Ես բացահայտեցի որոշ տեղեկություններ, որոնք դուք պետք է լսեք, բայց ոչ այստեղ։ Ինչու ես այդքան խորհրդավոր վարվում, հարցրեց Օլիվիան։ Եթե Մարկոն ողջ է առողջ, ինչու չես կարող պարզապես ասել, թե որտեղ է նա։ Աննան հոգոց հանեց, փակեց պլանշետը։ Որովհետև Մարկո Օլինսը ոչ միայն կենդանի է։ Նա մեր ամենակարևոր տեղեկատուներից մեկն է այս հետաքննության մեջ։ Եվ նրա գտնվելու վայրի կամ ներկայիս իրավիճակի բացահայտումը կարող է վտանգել ոչ միայն նրա, այլ մի քանի այլ ներգրավված անձանց անվտանգությունը։ Այս բացահայտման ցնցումը Քիարային ստիպեց ծանր նստել աթոռին։ 3 տարի նա իր կյանքը նվիրել էր Վիկտոր Ալյանցից վրեժ լուծելուն, հավատալով, որ նա ոչնչացրել է իր ընտանիքը։ Այժմ նա հայտնաբերեց, որ Մարկոն ոչ միայն ողջ է, այլ ակտիվորեն աշխատում է նույն կոռուպցիոն ցանցը վերացնելու ուղղությամբ։ Ապա ինչու նա երբեք չկապվեց ինձ հետ, հարցրեց նա, ձայնը գրեթե լսելի չէր։ Որովհետև, բացատրեց Աննան, երբ Մարկոն բացահայտեց Լիմեն Կոնսալթինգի խարդախությունները, Վիկտորը նրան առաջարկեց 2 տարբերակ՝ ընդմիշտ անհետանալ կամ համագործակցել որպես լրտես։ Մարկոն ընտրեց երկրորդ տարբերակը, բայց միայն այն պայմանով, որ քեզ լիովին հեռու պահեն հետաքննությունից։ Նա ուզում էր պաշտպանել ինձ, մրմնջաց Քիարան։ Ճիշտ է։ Մարկոն գիտեր, որ եթե իմանայիր, որ նա ողջ է աշխատում է որպես լրտես, կփորձեիր ներգրավել հետաքննության մեջ։ Եվ դա մահացու վտանգի կենթարկեր ձեզ երկուսին էլ։ Պիետրոն նստեց Քիարայի կողքին։ Երբ սկսեցի կասկածել իմ ընկերությունում առկա խախտումների մասին, դատախազներն ասացին, որ իրենք արդեն իսկ ունեն լրտես Վիկտորի ցանցում։ Միայն ավելի ուշ իմացա, որ դա նրա եղբայրն է։
Մարկոն էր, ով մեզ տրամադրեց այն տեղեկատվությունը, որը թույլ տվեց մեզ նույնականացնել Պիետրոյին որպես Վիկտորի թիրախ, ավելացրեց Աննան, նա գիտեր, որ Վիկտորը պլանավորում էր օգտագործել Պիետրոյի ընկերությունը։ Հարկերից խուսափելու իր գործողությունները ընդլայնելու համար, նա մեզ զգուշացրեց, որպեսզի մենք կարողանանք պաշտպանել նրան։ Օլիվիան, որը լուր հետել էր ամբողջ զրույցին, վերջապես հարցրեց. Իսկ իմ ծնողները։ Նրանք էլ ինչ-որ բան գիտեին։ Քո ծնողները իսկական զոհեր են, պատասխանեց Աննան։ Նրանք ոչինչ չգիտեն մեր հետաքննության մասին։ Վիկտորին իրենց պարտքերը իրական են, ինչպես նա նրանց կրած սպառնալիքները։ Այսպիսով, ինչ է լինելու նրանց հետ հիմա։ Այսօր երեկոյան հավաքված ապացույցներով մենք կարող ենք ձերբակալել Վիկտորին նրա մի քանի գործընկերների շորթման սպառնալիքների համար, բացատրեց Աննան։ Սա ավտոմատ կերպով անվավեր է դարձնում նրանց կողմից ստորագրված բոլոր խարդախ վարկային պայմանագրերը։ Դատախազներից մեկը, որը լուռ էր մնացել, մոտեցավ Աննային ինչ-որ բան շշնջաց նրա ականջին։ Նա գլխով արեց շրջվեց դեպի խումբը։ Մենք հենց նոր տեղեկություն ստացանք, որ Վիկտոր Ալյանցը փախել է մայրաքաղաքից, բայց մեզ հաջողվել է գտնել նրա երկու հիմնական համախոհներին, ասաց նա։ Առաջիկա օրերին մեզ անհրաժեշտ կլինեն ձեզանից բոլորիդ մանրամասն ցուցմունքները, մեղադրանքները պաշտոնականացնելու համար։ Իսկ Մարկոն ինչ կասես, հարցրեց Քիարան։ Երբ կկարողանամ նրան տեսնել։ Աննան տատանվեց պատասխանելուց առաջ։ Այս որոշումը միայն իմը չէ։ Մարկոն շատ նուրբ իրավիճակում է։ Նա խորապես ներթափանցել է Վիկտորի կազմակերպություն, նրա հեռանալը կարող է զգուշանալ ցանցի այլ անդամների համար, որոնց մենք դեռ չենք նույնականացրել։ Բայց նա գիտի, որ ես լավ եմ։ Նա գիտի, որ ես գոյատել եմ այս 3 տարիներին։ Այո, նա գիտի։ Իրականում նա էր, որ մեզ զգուշացրեց, երբ Վիկտորը սկսեց պլանավորել քեզ օգտագործել Պիետրոյի դեմ, բացահայտեց Աննան։ Մարկոն երկար ժամանակ հսկում էր քո անվտանգությունը, նույնիսկ առանց քեզ հետ կապվելու հնարավորության։ Հայտնությունը Քիարային հավասարապես թեթացում հիասթափություն բերեց։ Գիտակցելով, որ Մարկոն ողջը մտածում է նրա մասին, մխիթարական էր, բայց հասկանալով, որ նա որոշել էր պաշտպանել նրան մթության մեջ պահելով, ցավալի էր։ Կա մի բան, որ պետք է քեզ ասեմ, ասաց Պիետրոն, գրպանից հանելով կնքված ծրարը։ Մարկոն խնդրեց, որ սա տամ քեզ, եթե երբե պարզենք քո ինքնությունը։ Քիարան դողացող ձեռքերով վերցրեց ծրարը։ Նա անմիջապես ճանաչեց Մարկոյի ձեռագիրը հասցեում։ Քիարայի համար, սիրով հպարտությամբ։ Նա բացեց ծրարը լուր կարդաց նամակը, դեմքի արտահայտությունը անհանգստությունից անցավ հուզմունքի, ապա վճռականության։ Ավարտելուց հետո նա զգուշորեն ծալեց թուղթը, նայեց Աննային։ Մարկոն նամակում գրում է, որ դուք պլանավորում եք վերջնական գործողություն, Վիկտորի ցանցը լիովին քանդելու համար, ասաց նա։ Եվ որ ես կարող եմ օգնել։ Աննան զարմացած թվաց։ Նա չպետք է նամակում բացահայտեր օպերատիվ մանրամասները։ Նա մանրամասներ չբացահայտեց, ուղղեց Քիարան։ Բայց նա ասաց, որ իմ 3 տարվա անկախ հետաքննության ընթացքում հավաքվել են տեղեկություններ, որոնք դուք դեռ չունեք։ Եվ որ ժամանակն է օգտագործել դրանք ամբողջությամբ։ Օլիվիան մոտեցավ Քիարային։ Ինչ ես կոնկրետ հավաքել այս 3 տարիների ընթացքում։ Անուններ, ամսաթվեր, վայրեր, վարքագծի ձեր, կապերի ցանցեր, թվարկեց Քիարան։ Ես ունեմ Վիկտորի լուսանկարներ քաղաքական գործիչների հետ, որոնք պաշտոնապես հերքում են նրան ճանաչելը։ Ես ունեմ զրույցների ձայնագրություններ, որտեղ նա հիշատակում է կոնկրետ կաշառքներ։ Ես ունեմ փաստաթղթեր, որոնք ապացուցում են կապերը թվացյալ անկախ ընկերությունների միջ։ Սա հենց այն տեսակի ապացույցներն են, որոնք մեզ անհրաժեշտ են ամուր դաշնային գործ կառուցելու համար, խոստովանեց Աննան։ Բայց այս տեղեկատվության օգտագործումը նշանակում է, որ դուք ստիպված կլինեք հրապարակայնորեն վկայություն տալ Վիկտորի նրա գործընկերների դեմ։ Եվ դա վտանգավոր է, ավելացրեց Պիետրոն։ Վիկտորը շատ հստակ ասաց, որ չի ներում դավաճանությունները։ Քիարան մի քանի պահ լուռ մնաց, կշռադատելով իր տարբերակները։ 3 տարի շարունակ նա պատրաստվել էր Վիկտորի հետ բախվելուն, բայց միշտ պատկերացրել էր, որ դա անձնական վրեժխնդրություն կլինի։ Այժմ նա հայտնաբերեց, որ հնարավորություն ունի նպաստելու պաշտոնական հետաքննությանը, որը կարող էր քանդել ամբողջ կոռուպցիոն ցանցը։ Նամակում Մարկոն ինձ ասում է, որ ընտրությունը իմն է, վերջապես ասաց նա։
Ես կարող եմ շարունակել ապրել անվտանգության մեջ, իմանալով, որ նա լավ է, կամ կարող եմ օգտագործել իմ սովորած ամեն ինչ օգնելու համար, որ Վիկտորը երբեք այլևս չկարողանա այլ ընտանիքների հետ անել այն, ինչ արեց մեզ հետ։ Եվ ինչ որոշում ես կայացրել, հարցրեց Աննան։ Իմ որոշումը, ասաց Քիարան, վեր կենալով աթոռից նորացված վճռականությամբ, այն է, որ ժամանակն է, որ Վիկտոր Ալյանսը հասկանա, որ նա լիովին թերագնահատել է այն, ինչի կարող է հասնել դիտողունակ մատուցողուհին 3 տարվա բացարձակ նվիրվածության ընթացքում։ Սա նշանակում է, որ դուք համաձայն եք պաշտոնապես համագործակցել մեր հետաքննության հետ, հարցրեց Աննան։ Դա նշանակում է, որ ես համաձայն եմ համագործակցել, հաստատեց Քիարան, բայց մեկ պայմանով։ Ես ուզում եմ անձամբ հանդիպել Մարկոյի հետ, նախքան վերջնական վիրահատությունը սկսելը, 3 տարին չափազանց երկար ժամանակ է երկու քույրերի եղբայրների համար առանձին ապրելու համար, Աննան նայեց Պիետրոյին, որը գրեթե աննկատելիորեն գլխով արեց։ Կտեսնեմ, ինչ կարող եմ անել, ասաց նա։ Բայց հասկացեք, որ ցանկացած հանդիպում պետք է տեղի ունենա ծայրահեղ անվտանգության պայմաններում։ Վիկտորը կարող է փախած լինել մայրաքաղաքից, բայց նա դեռ աչքեր ու ականջներ ունի շատ տեղերում։ Օլիվիան մոտեցավ Քիարային։ Համոզված ես, որ ուզում ես խառնվել դրան։ Այսօրվանից հետո դու ես կարող ենք պարզապես վերադառնալ մեր սովորական կյանքին, իմանալով, որ մեր ընտանիքները անվտանգ են։ Մեր կյանքը երբեք լիովին նորմալ չի լինի, քանի դեռ Վիկտորը նրա նման մարդիկ շարունակում են ազատորեն գործել, պատասխանեց Քիարան։ Այսօր երեկոյան մենք փրկեցինք մեր ընտանիքները, բայց քանի՞ այլ ընտանիքներ են դեռ կործանվում նրա ծրագրերով։ Այդ դեպքում ես էլ եմ ուզում օգնել, վճռականորեն ասաց Օլիվիան։ Իմ կորպորատիվ հաղորդակցությունների ընկերությունը կարող է օգտակար լինել հետաքննության մեջ։ Ես կապեր ունեմ մի քանի ընկերություններում, որոնք կարող են ներգրավված լինել Վիկտորի ցանցում։ Պիետրոն այդ գիշեր առաջին անգամ ժպտաց։ Կարծես թե Վիկտորին հաջողվեց անել այն, ինչ չէր սպասում։ 3 զոհերի վերածեց իրեն ոչնչացնելու վճռական թիմի։ Աննան փակեց իր պորտֆելը, պատրաստվեց հեռանալ։ Շատ լավ։ Հաջորդ մի քանի օրերի ընթացքում մենք կկազմակերպենք անհատական հանդիպումներ, բոլոր վկայություններն ու ապացույցները հավաքելու համար։ Եվ Քիարա, նա կանգ առավ դռան մոտ շրջվեց, ես անձամբ կխոսեմ Մարկոյի հետ հնարավոր հանդիպման մասին։ 3 տարվա զոհաբերությունից հետո, կարծում եմ, նա նույնպես անհամբեր սպասում է քրոջը տեսնելուն։ Դատախազների հեռանալուց հետո երեքը մնացին Պիետրոյի գրասենյակում, մշակելով ամեն ինչ, ինչ տեղի էր ունեցել։ Մի քանի ժամվա ընթացքում նրանց կյանքը լիովին փոխվել էր։ Քիարան վերջապես իմացավ, որ Մարկոն ողջ է։ Օլիվիան պարզեց, որ իր ծնողները ազատ են Վիկտորի սպառնալիքներից։ Եվ Պիետրոն հասկացավ, որ միայնակ չի պայքարում կոռուպցիայի դեմ։ Հիմա ինչ անենք, հարցրեց Օլիվիան։ Հիմա, ասաց Քիարան, պատուհանից նայելով իրենց արջփռված մայրաքաղաքին, մենք սկսում ենք աշխատել ապահովելու համար, որ Վիկտոր Ալյանսը նրա ցանցը երբեք չկարողանան ոչնչացնել այլ ընտանիքներ, ինչպես փորձեցին ոչնչացնել մերը։ Բայց նույնիսկ հաղթանակի զգացումով հանդերձ, Քիարան չէր կարողանում ազատվել այն զգացումից, որ Վիկտորը դեռ խաղաքարտեր ուներ խաղալու։ Նրա նման մարդիկ հազվադեպ էին ընդունում պարտությունը, առանց իրավիճակը փոխելու վերջին փորձի։ Եվ նա գիտեր, որ առաջիկա օրերին նրանք բոլորը պետք է պատրաստ լինեին այն բանին, ինչը կարող էր լինել վերջնական դիմակայությունը։ Հանդիպումը տեղի ունեցավ մայրաքաղաքի ծայրամասում գտնվող անվտանգ մի տանը, մի աննկատելի կալվածքում, որը շրջապատված էր բարձր պատերով այգիներով, որոնք ապահովում էին բացարձակ գաղտնիություն, Աննան ամեն ինչ մանրակրկիտ կերպով կազմակերպել էր։ Քիարան ծառայողական մեքենայով ժամանեց գլխավոր մուտքով, մինչդեռ Մարկոյին ժամեր առաջ բերել էին այլընտրանքային ճանապարհով, երբ Քիարան մտավ պարզ, բայց հարմարավետ հյուրասենյակ, Մարկոն կանգնած էր պատուհանի մոտ դիտում էր այգին։ Նրանց վերջին տեսակցությունից անցել էր 3 տարի 4 ամիս, բայց նա անմիջապես ճանաչեց նրան։ Նա մի փոքր նիհարել էր, կոկիկ մորուք էր աճեցրել, բայց նրա աչքերը դեռս նույն քնքուշ արտահայտությունն էին պահպանում, որը նա հիշում էր։ Քիարա, ասաց նա, դանդաղ շրջվելով։ Նրա ձայնը մի փոքր խռպոտ էր, կարծես նա վստահ չէր, թե արդյոք այդ պահը իսկապես տեղի էր ունենում։ Նա վազեց նրա մոտ, ամուր գրկեց նրան, զգալով, որ վերջապես կարող է արտասվել բոլոր այն արցունքներով, որոնք զսպել էր անորոշության տարիներին։ Մարկոն ամուր գրկեց նրան, մրմնջալով ներողություններ, բացատրություններ, որոնք խառնվում էին անավարտ խոսքերի հետ։ Ես կարծում էի, որ դու մեռած ես, շշնջաց նա նրա ուսին։ Ես կարծում էի, որ Վիկտորն ուներ։
Գիտեմ, ասաց նա, շոյելով նրա մազերը։ Թույլ տալով քեզ հավատալ, որ դա ամենադժվար բանն էր, որ ես երբե արել եմ կյանքումս։ Բայց դա քեզ անվտանգ պահելու միակ միջոցն էր։ Նրանք նստեցին բազմոցին, Մարկոն բռնեց Քյարայի ձեռքերը, երբ բացատրում էր այն ամենը, ինչ տեղի էր ունեցել 3 տարի առաջ այդ գիշերվանից ի վեր։ Երբ ես բացահայտեցի Լիմեն Քոնսալթինգում իրականացված սխեմաները, գիտեի, որ բավականաչափ ապացույցներ ունեմ Վիկտորին նրա մի քանի գործընկերներին ձերբակալելու համար, սկսեց նա, բայց ես նա գիտեի, որ եթե փորձեմ ամեն ինչ բացահայտել ինքնուրույն, մեկ շաբաթ էլ չեմ դիմանա, ապա ինչու՞։ Ու սկզբից ոստիկանություն չդիմեցիք։ Ես որոնեցի։ Ես գնացի 3 տարբեր ոստիկանական բաժանմունքներ, պաշտոնական բողոքներ ներկայացրեցի, նույնիսկ փորձեցի կապ հաստատել հետաքննող լրագրողների հետ, ասաց Մարկոն։ Բայց բոլոր գործերը կամ կարճվեցին, կամ խորհրդավոր կերպով կորցրեցին իրենց արդիականությունը։ Այդ ժամանակ ես հասկացա, որ Վիկտորն ավելի խորը ազդեցություն ուներ համակարգի վրա, քան ես պատկերացնում էի։ Մարկոն բացատրեց, որ այն գիշերը, երբ նա անհետացել էր, տնից դուրս գալիս իրեն մոտեցել էին Վիկտորի 2 մարդիկ։ Ուղղակիորեն սպառնալու փոխարեն, նրանք նրան առաջարկ էին արել։ Վիկտորն ինձ 2 տարբերակ առաջարկեց, ընդմիշտ անհետանալ, թույլ տալով, որ դու հավատաս, որ ինձ հետ սարսափելի բան է պատահել, կամ աշխատել որպես լրտես նրա համար, մինչ դաշնային դատախազները հիմնավոր գործ կհարուցեին ամբողջ ցանցի դեմ։ Բայց ինչու համաձայնվեցիր։ Որովհետև երկրորդ տարբերակը ներառում էր երաշխիք, որ դու ամեն ինչից հեռու կլինես, ասաց Մարկոն, սեղմելով նրա ձեռքերը։ Վիկտորը գիտեր, որ եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, դու կփորձես պարզել ճշմարտությունը։ Նա նախընտրում էր ինձ կենդանի պահել, վերահսկողության տակ պահել, քան զբաղվել ապստամբ քրոջ հետ, որը միայնակ հետաքննում էր իրավիճակը։ Իրավիճակի հեգնանքը չվրիպեց Քյարայի ուշադրությունից։ Բայց ես այն ինքս եմ հետաքննել։ 3 տարի շարունակ։ Մարկոն առաջին անգամ ժպտաց։ Եվ դա այն բաներից մեկն էր, որը ինձ ամենաշատը հպարտացրեց, ամենաշատը սարսափեցրեց միաժամանակ։ Մեղադրողները ինձ զեկույցներ ցույց տվեցին ռեստորանում ձեր գործունեության, այն մասին, թե ինչպես էիք համակարգված կերպով տեղեկատվություն հավաքում։ Դու ինձ հետո էիր։ Մենք ձեզ պաշտպանում էինք, ուղղեց նա։ Ամեն անգամ, երբ դուք չափազանց մոտ էիք վտանգավոր բան հայտնաբերելուն, ես զգուշացնում էի դատախազներին, որպեսզի նրանք կարողանային շեղել ձեր հետաքննությունը կամ շեղող հանգամանքներ ստեղծել։ Օրինակ, որոնք։ Հիշում ես, երբ ռեստորանի մենեջերը փոխեց քո աշխատանքային գրաֆիկը, որպեսզի դու ներկա չլինեիր Վիկտորի ամենակարևոր ընթրիքներին։ Կամ երբ այդ հարբած հաճախորդը գինի թափեց քո փաստաթղթերի վրա, փչացնելով քո արած մի քանի լուսանկարներ։ Քյարայի աչքերը լայնացան։ Սա բոլորը դիտավորյալ էր։ Ամեն ինչ նախատեսված էր քեզ անվտանգ պահելու համար, առանց քո մեջ կասկածներ առաջացնելու, հաստատեց Մարկոն։ Բայց եկավ մի պահ, երբ մենք այլևս չէինք կարող քեզ պաշտպանել առանց քո ճշմարտությունը բացահայտելու։ Երբ Վիկտորը որոշեց Օլիվիային օգտագործել Պիետրոյի դեմ։ Ճիշտ է։ Վիկտորը հուսահատվում էր, քանի որ մեր հետաքննությունը մոտենում էր նրան։ Նրան անհրաժեշտ էր կտրուկ քայլ իրավիճակի վրա վերահսկողությունը վերականգնելու համար, բացատրեց Մարկոն։ Պիետրոյի ընտանիքին օգտագործելը նրա վերջին միջոցն էր։ Այդ պահին Աննան մտավ սենյակ, ձեռքին փաստաթղթերով լի մի թղթապանակ։ Ներողություն եմ խնդրում ընդհատելու համար, ասաց նա, բայց մենք կարևոր նորություններ ունենք Վիկտորի մասին։ Եվ դրանք լավ նորություններ չեն։ Մարկոն ու Քյարան անհանգստացած շրջվեցին դեպի նա։ Վիկտորը չի փախել մայրաքաղաքից, ինչպես մենք կարծում էինք, շարունակեց Աննան։ Իրականում նա կազմակերպում է հակագրող։ Մեզ հաջողվեց խլել հաղորդագրություններ, որոնք ենթադրում են, որ նա պլանավորում է վերացնել բոլոր տեղեկատուներին վկաներին, նախքան մենք պաշտոնապես մեղադրանքներ կառաջադրենք։ Սա նշանակում է, որ Մարկոն վտանգի մեջ է, հարցրեց Քյարան։ Դա նշանակում է, որ դուք բոլորդ վտանգի մեջ եք, լրջորեն ուղղեց Աննան։ Վիկտորը իմացավ, որ Պիետրոն համագործակցում է մեզ հետ, նա գիտի, որ դուք կարևոր ապացույցներ ունեք, կասկածում է, որ Մարկոն ողջ է աշխատում է իր դեմ։ Մարկոն վեր կացավ, անմիջապես ավելի լարված կեցվածք ընդունելով։ Որքան ժամանակ ունենք։ Առավելագույնը 48 ժամ, պատասխանեց Աննան։ Դրանից հետո Վիկտորը հավանաբար կփորձի չեզոքացնել բոլոր ներգրավվածներին, նախքան երկրից ընդմիշտ փախչելը։ Ապա մենք պետք է հիմա գործենք, ասաց Քյարան։
Արդյոք մենք բավարար ապացույցներ ունենք նրան ձերբակալելու համար։ Մենք բավարար ապացույցներ ունենք համապարփակ քրեական գործ հարուցելու համար, հաստատեց Աննան։ Բայց մենք պետք է գտնենք Վիկտորին ձերբակալենք նրան, նախքան նա կիրականացնի իր ծրագիրը։ Եվ ինչպես ենք դա անելու, եթե նույնիսկ դուք չգիտեք, թե որտեղ է նա։ Մարկոն Աննան իմաստալից հայացքներ փոխանակեցին։ Իրականում, ասաց Մարկոն, մենք պատկերացում ունենք, թե որտեղ կարող է լինել նա։ Եվ հենց այդ ժամանակ է, որ քո 3 տարվա հետաքննությունը վճռորոշ է դառնում, Քիարա։ Սա է նման։ Աննան բացեց թղթապանակը, մի քանի լուսանկարներ փռեց սուրճի սեղանին։ Ռեստորանում ձեր հսկողության ընթացքում դուք ֆիքսել եք Վիկտորի հանդիպումները մի քանի մարդկանց հետ։ Նրանցից մեկը Թեո Կարմին անունով մի գործարար է։ Կարմիներ։ Ինչպես Պիետրոն։ Պիետրոյի հեռավոր զարմիկ, բացատրեց Աննան։ Թեոն մի քանի գյուղական կալվածքների սեփականատեր է, որտեղ Վիկտորը հաճախ մնում է, երբ ցանկանում է օրենքից հեռու մնալ։ Մարկոն մատնացույց արեց Քիարայի արած լուսանկարներից մեկը։ Քեզ հաջողվեց ձայնագրել Վիկտորի Թեոյի զրույցը, որտեղ նրանք հիշատակում են լճային ֆերման։ Դա մեկուսացված տարածք է մայրաքաղաքից մոտ 2 ժամվա հեռավորության վրա։ Եվ դու հավատում ես, որ Վիկտորը այնտեղ է։ Մենք կարծում ենք, որ նա այնտեղ է թաքնվում, մինչ պլանավորում է իր վերջնական փախուստը, հաստատեց Աննան։ Բայց տարածքը շատ մեկուսացված է, լավ պաշտպանված։ Մեզ անհրաժեշտ է ուշադիր ծրագիր նրան ձերբակալելու համար։ Քիարան ուսումնասիրեց լուսանկարները, հիշելով այն կոնկրետ գիշերը, երբ ինքն էր այդ լուսանկարները նկարել։ Այդ զրույցի ընթացքում Վիկտորն ու Թեոն նա հիշատակեցին ստորգետնյա թունելներ, որոնք գլխավոր տունը միացնում են տարբեր արտակարգ ելքերի հետ։ Սա մեզ համար նոր տեղեկություն է, ասաց Աննան, արագ նշումներ անելով։ Հիշում եք, որ է այլ մանրամասնություն։ Թեոն ասաց, որ թունելները կառուցվել են այն ժամանակ, երբ տարածքը մաքսանենգների համար օգտագործվում էր որպես արտրային կետ, տասնամյակներ առաջ, հիշում է Քիարան, Վիկտորը հատկապես հետաքրքրված էր փախուստի ուղիներով։ Մարկոն մոտեցավ սեղանին, զննեց լուսանկարները։ Այս տեղեկատվությամբ մենք կարող ենք պլանավորել գործողություն, գլխավոր տանը մոտենալուց առաջ բոլոր հնարավոր ելքերը շրջապատելու համար։ Բայց կա մի խնդիր, ասաց Աննան։ Վիկտորը տեղեկատուներ ունի տարբեր անվտանգության գործակալություններում։ Եթե մենք պլանավորենք չափազանց մեծ պաշտոնական գործողություն, նրան կտեղեկացնեն նախքան մենք նույնիսկ կսկսենք։ Այսպիսով, ինչ ես առաջարկում, հարցրեց Քիարան։ Փոքրիկ, վիրաբուժական վիրահատություն, պատասխանեց Մարկոն։ Քիչ մարդ ներգրավված, առավելագույն գաղտնիություն։ Անակնկալի գործոնի օգտագործում։ Եվ ես ուզում եմ մասնակցել, վճռականորեն ասաց Քիարան։ Մարկոն էլ, Աննան էլ անմիջապես բողոքեցին։ Բացարձակապես ոչ, ասաց Մարկոն։ Ես արդեն բավականաչափ վտանգել եմ քո կյանքը այս 3 տարիների ընթացքում։ Դու մարզված չես դաշտային գործողությունների համար, ավելացրեց Աննան։ Դա շատ վտանգավոր կլինի։ Բայց ես միակն եմ, ով գիտի Վիկտորի վարքագծի ձերը, պնդեց Քիարան։ Ես 3 տարի եմ անցկացրել, դիտարկելով, թե ինչպես է նա գործում ճնշման տակ, ինչպես է որոշումներ կայացնում, ինչպես է արձագանքում, երբ իրեն անկյունում է պահում։ Նա ճիշտ է, դժկամությամբ խոստովանեց Մարկոն։ Այս տարիների ընթացքում, որպես լրտես, ես հասկացա, որ Վիկտորը չափազանց անկանխատեսելի է, երբ իրեն սպառնալիք է զգում։ Նրա վարքագծի օրինաչափությունները գիտող մեկի առկայությունը կարող է վճռորոշ լինել գործողության հաջողության ձախողման միջ։ Աննան մի քանի րոպե լուռ մնաց, կշռադատելով իր տարբերակները։ Եթե մասնակցես, վերջապես ասաց նա, դա կլինի միայն որպես հետախուզության խորհրդատու։ Կմնաս օպերատիվ բազայում, կվերլուծես խլված հաղորդակցությունները, կխորհուրդ տաս մեզ Վիկտորի հաջորդ քայլերի վերաբերյալ։ Ես համաձայն եմ այդ պայմանի հետ, ասաց Քիարան։ Բայց ես ուզում եմ այնտեղ լինել, երբ Վիկտորին ձերբակալեն։ 3 տարի անց ես պետք է տեսնեմ, թե ինչպես է նա պատասխանատվության ենթարկվում իր արած ամեն ինչի համար։ Դա կարելի է կազմակերպել, համաձայնեց Աննան։ Մարկոն կրկին մոտեցավ Քիարային։ Համոզված ես, որ ուզում ես սա անել։ Երբ սկսենք, այլս ետդարձի ճանապարհ չկա։ Ես վստահ եմ դրանում, առանց վարանելու պատասխանեց նա։ 3 տարի ապրել եմ այս պահի համար։ Հիմա, երբ գիտեմ, որ դու ողջ ես անվտանգ, վերջապես կարող եմ կենտրոնանալ այն բանի վրա, որ Վիկտորը երբեք այլս չկարողանա ոչնչացնել այլ ընտանիքներ։
Այսպիսով որոշված է, ասաց Աննան հավաքելով փաստաթղթերը։ Գործողությունը տեղի կունենա վաղը երեկոյան։ Մենք 1 օր ունենք պլանավորումն ավարտելու թիմերը տեղակայելու համար։ Մինչ Աննան դուրս եկավ նախապատրաստական աշխատանքները համակարգելու, Մարկոն Քյարան մնացին սենյակում մենակ։ Շնորհակալություն, ասաց նա։ Ինչո՞վ։ Մեր ընտանիքը պաշտպանելու համար, նույնիսկ եթե դա նշանակում էր զոհաբերել քո կյանքի 3 տարին, պատասխանեց Քյարան։ Եվ վստահելու համար, որ ես բավականաչափ ուժեղ կլինեմ ճշմարտությունը բացահայտելու համար, երբ ժամանակը գա։ Մարկոն ժպտաց։ Դու միշտ ինձանից ավելի քաջ ես եղել, Քյարա։ Ես պարզապես բավականաչափ բախտավոր էի, որ գտա միջոց այդ քաջությունը ուղղորդելու մեր սիրելի մարդկանց պաշտպանելու համար։ Վաղը երեկոյան այս քաջությունը վերջապես կծառայի մեր կյանքի այս գլուխը փակելուն, ասաց նա, պատուհանից նայելով մայր մտնող Արին։ Եվ այդ դեպքում մենք վերջապես կարող ենք վերադառնալ պարզապես քույր եղբայր լինելուն, առանց թաքնվելու կամ սպառնալիքներից պաշտպանվելու անհրաժեշտության։ Վաղը երեկոյան, համաձայնեց Մարկոն, Վիկտոր Ալյանցը կհասկանա, որ մեր ընտանիքին թերագնահատելը ամենամեծ սխալն էր, որ կարող էր թույլ տալ։ Լճապնյա ագարակը խավարի մեջ էր ընկղմվել, երբ գործողությունը սկսվեց առավոտյան ժամը 2-ին։ Քյարան ամեն ինչին հետում էր շարժական գործողությունների բազայի մոնիտորների միջոցով, որոնք տեղադրված էին տարածքից 3 կիլոմետր հեռավորության վրա գտնվող միկրոավտոբուսով։ 6 դաշնային գործակալներ, այդ թվում Մարկոն, ռազմավարական առումով դիրքավորվել էին գլխավոր տան շուրջը, փակելով բոլոր փախուստի ուղիները, որոնք նա հայտնաբերել էր գաղտնալսված զրույցների միջոցով։ Վիկտորը երկրորդ հարկի հյուրասենյակում է, շշնջաց Աննան կապի միջոցով, գիշերային տեսողության սարքերով տունը դիտարկելով։ Լույսերը վառ են, շարժում է հայտնաբերվել։ Նա, կարծես, չգիտի, որ մենք այստեղ ենք։ Զգույշ եղիր, զգուշացրեց Քյարան, հետելով Վիկտորի սովորաբար օգտագործվող կապի հաճախականություններին։ Նա հենց նոր զանգ ստացավ։ Նա ինչ-որ մեկի հետ խոսում էր գրաֆիկը արագացնելու մասին։ Հերթական խափանման սարքավորումների միջոցով նրանք կարողացան լսել Վիկտորի զրույցի հատվածները։ Նա հրահանգներ էր տալիս վերացնել բոլոր խնդիրները մինչ լուսաբացը։ Սա հաստատում էր, որ նրանք ժամանել էին ճիշտ ժամանակին։ Բետա թիմ, թունելի մուտքի մոտ դիրքը հաստատվա՞ծ է, հարցրեց Աննան։ Հաստատված է, պատասխանեց ռադիոյով մի ձայն։ 3 ստորգետնյա ելքեր գտնվել փակվել են։ Մարկոն կանգնած էր տան գլխավոր մուտքի մոտ, սպասելով մոտենալը սկսելու ազդանշանին։ Իր լրտեսական աշխատանքի տարիներին նա զարգացրել էր մարտավարական հմտություններ, որոնք Քյարան երբեք չէր պատկերացնի, որ իր եղբայրը կունենա։ Քյարա, ասաց Աննան, մենք նկատում ենք տարածքին մոտեցող մեքենաների շարժ։ 2 մեքենա գալիս է գլխավոր ճանապարհից։ Քյարան վերլուծեց շարժման օրինաչափությունները մոնիտորների միջոցով։ Սրանք, հավանաբար, այն տղամարդիկ են, որոնց Վիկտորը կանչել է վերացումներ իրականացնելու համար։ Եթե նրանք ժամանեն մինչ Վիկտորին ձերբակալելը, իրավիճակը կարող է շատ բարդանալ։ Որքան ժամանակ ունենք։ Առավելագույնը 10 րոպե, գնահատեց Քյարան, դիտարկելով մեքենաների արագությունը։ Ապա գնանք հիմա, որոշեց Աննան։ Մարկո, սկսիր մոտենալը։ Ալֆա թիմ, պատրաստվիր կողքից մտնելուն։ Քյարան սրտի բաբախյունով դիտում էր, թե ինչպես Մարկոն մյուս գործակալները լուր շարժվում էին դեպի տունը։ Այդ եզակի պահին պլանավորման հետաքննության տարիներ էին տում։ Երբ Մարկոն հասավ տան պատշգամբ, Վիկտորը հանկարծ հայտնվեց երկրորդ հարկի պատուհանի մոտ, կարծես զգալով, որ ինչ-որ բան այն չէ։ Մի վայրկյան 2 տղամարդիկ ուղիղ նայեցին միմյանց։ Մարկո Օլինս, բղավեց Վիկտորը պատուհանից, ձայնը լի էր զայրույթով զարմանքով։ Ես պետք է կռահեի, որ դու վերջապես կբացահայտես քո իսկական հավատարմությունը։ Վիկտոր Ալյանցը հանգիստ պատասխանեց Մարկոն, բանտում է շորտման հարկերից խուսափելու անմեղ ընտանիքներին սպառնալու համար։ Կարծում ես, ինձ ձերբակալելը ինչ-որ բան կլուծի, ծիծաղեց Վիկտորը։ Դու պատկերացում անգամ չունես, թե որքան կարևոր մարդիկ են կախված իմ համակարգած գործողություններից։ 1 շաբաթից ես ազատ կլինեմ, իսկ դու ամբողջ կյանքում թաքնվելու տեղ կփնտրես։ Գուցե, ասաց Մարկոն, բայց գոնե այս շաբաթը մեզ բավարար ժամանակ կտա նրա ցանցը լիովին քանդելու համար։ Հենց այդ պահին Վիկտորը թույլ տվեց այն սխալը, որը Քյարան կանխատեսել էր։ Հանձնվելու կամ բանակցելու փորձի փոխարեն, նա փորձեց փախչել ստորգետնյա թունելներով, որոնք, նրա կարծիքով, միայն ինքն էր գիտի։
Կիարան տեսավ, թե ինչպես է նա անհետանում պատուհանից անմիջապես տեղեկացրեց թիմերին։ Վիկտորը իջնում է նկուղ, տեղեկացրեց նա։ Նրա վարքագծից ելնելով նա հավանաբար կփորձի օգտվել այն ելքից, որը տանում է դեպի տան հետի մասը, լճի մոտ։ Քիարայի կանխատեսումը ճիշտ էր։ 15 րոպե անց Վիկտորը դուրս եկավ մի փոքրիկ քարե շենքից, որը գտնվում էր գլխավոր տնից 200 մետր հեռավորության վրա, հենց այնտեղ, որտեղ նա ցույց էր տվել։ Սակայն փախուստի հստակ ուղի գտնելու փոխարեն նա հանդիպեց իրեն սպասող 3 դաշնային գործակալների։ Ամեն ինչ վերջացավ, Վիկտոր, ասաց Աննան, ուղղելով ատրճանակը։ Այլս փախչելու տեղ չկա։ Վիկտորը շուրջը նայեց, հաշվարկելով իր տարբերակները։ Մի քանի վայրկյան Քիարան մտածեց, որ կարող է փորձել ինչ-որ հուսահատ բան։ Բայց հետո նա պարզապես բարձրացրեց ձեռքերը, ի նշան հանձնվելու։ Դու չգիտես, թե ինչ ես արել, ասաց նա, երբ նրան ձեռնաշխտաներով էին կապում։ Դու պատերազմ հայտարարեցիր նրանց, ովքեր շատ ավելի մեծ իշխանություն ունեն, քան դու կարծում ես։ Այդ դեպքում դա արդար պատերազմ կլինի, պատասխանեց Աննան, հիշելով Պիետրոյի նախորդ գիշեր ասած խոսքերը։ Տանը մոտեցող մեքենաները կանգնեցվել են գլխավոր ճանապարհին տեղակայված գործակալների մեկ այլ խմբի կողմից, բնակիչները, որոնք բոլորը զինված տղամարդիկ էին, որոնց հրահանգվել էր մաքրել տարածքը, ձերբակալվել են նախքան ֆերմային մոտենալը։ Երբ Վիկտորին բերեցին այն միկրոավտոբուսի մոտ, որտեղ գտնվում էր Քիարան, նա վերջապես հնարավորություն ունեցավ նայելու նրա աչքերի մեջ։ 3 տարի այդ տղամարդը նրա մոլուցքն էր եղել, իր կյանքում ամեն ինչի խորհրդանիշը։ Հիմա, ձեռնաշխտաներով պարտված, նա շատ ավելի փոքր էր թվում, քան նա պատկերացնում էր։ Դու, ասաց Վիկտորը, տեսնելով նրան։ Այն մատուցողուհին, որը ամեն ինչ փչացրեց։ Ոչ, հանգիստ ուղեց Քիարան։ Ես այն քույրն եմ, որին դու թերագնահատեցիր։ Մեկ շաբաթ անց Քիարան վերադարձավ այն ռեստորան, որտեղից ամեն ինչ սկսվել էր, բայց ոչ որպես աշխատակից։ Նրան կանչել էին դատախազներին իր վերջին ցուցմունքը տալու, նա որոշել էր օգտվել առիթից վերջին անգամ այցելել այն վայրը, որը այդքան երկար ժամանակ եղել էր իր գործունեության բազան։ Ղեկավարը, անտեղյակ լինելով նրա հետաքննությանը մասնակցությունից, զարմացավ, տեսնելով նրան պաշտոնական հագուստով, աշխատանքային համազգեստի փոխարեն։ Ես չգիտեի, որ դու ուրիշ աշխատանք ունես, մեկնաբանեց նա։ Իրականում, ժպտալով ասաց Քիարան, ես շատ ավելի լավ աշխատանքի առաջարկ ստացա։ Դա ճիշտ էր։ Աննան նրան առաջարկել էր պաշտոնական պաշտոն ֆինանսական հանցագործությունների քննչական խմբում։ Նրա դիտարկման օրինաչափությունների հետազոտման հմտություններն այնքան արժեքավոր էին եղել, որ դաշնային դատախազները ցանկացել էին դրանք պաշտոնականացնել։ Պիետրոն Օլիվիան նույնպես ներկա էին ռեստորանում, վերջին հանդիպմանը։ Պիետրոյի ընկերությունը մաքրվել էր բոլոր խախտումներից, նա այժմ պաշտոնապես համագործակցում էր իշխանությունների հետ, նույնականացնելու այլ ընկերություններ, որոնք կարող էին օգտագործվել նմանատիպ գործողությունների համար։ Օլիվիան ընդլայնել էր իր հաղորդակցման ընկերությունը, մասնագիտանալով շանտաժի զոհերին օգնելու գործում, ոտքի կանգնելու հարցում։ Իսկ քո ծնողները, հարցրեց Քիարան։ Նրանք լավ են, պատասխանեց Օլիվիան։ Նրանք դեռ հարմարվում են այն փաստին, որ պարտքերը մեկ գիշերվա ընթացքում անհետացան։ Հայրիկն ասաց, որ 2 տարվա ընթացքում առաջին անգամ նրան հաջողվեց ամբողջ գիշեր քնել առանց մղձավանջների։ Մարկոն ժամանեց մի քանի րոպե անց, այլս չքողարկված որպես լրտես։ Նրա ինքնությունը բացահայտվել էր դատավարությունների ժամանակ, բայց Վիկտորի նրա հիմնական գործընկերների բանտարկությունից հետո նա վերջապես ազատ էր վերադառնալու իր բնականոն կյանքին։ Ինչպես է վերադարձը իրավաբանական հաշվապահությանը, հարցրեց Պիետրոն։ Զարմանալիորեն հանգիստ է, խոստովանեց Մարկոն։ 3 տարի բազմամիլիոն դոլարանոց սխեմաների հետ գործ ունենալուց հետո փոքր բիզնեսների հաշվապահությունը գրեթե հանգստացնող է թվում։ Աննան ժամանեց վերջինը, ձեռքին գործի վերաբերյալ թարմացումներով թղթապանակ։ Վիկտորը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման, հայտարարեց նա։ Եվ մեզ հաջողվեց բացահայտել 40-ից ավելի ընկերություններ, որոնք օգտագործվում էին նմանատիպ սխեմաներում։ Ամբողջ գործողության արդյունքում վերականգնվեց հարկերից խուսափելու ավելի քան 50 միլիոն դոլարը։ Իսկ ցանցի մյուս անդամները ինչ կասեք, հարցրեց Քիարան։ Հաստատվել է 17 ձերբակալություն, այդ թվում 3 քաղաքական գործչի 2 դատավորի, թվարկեց Աննան։ Կոռուպցիոն ցանցն ավելի մեծ էր, քան մենք պատկերացնում էինք, բայց հիմա այն ամբողջությամբ քանդվել է։
Նրանք ռեստորանում մնացին 2 ժամ, նշելով տարիներ տաց իրենց բոլորի կյանքը փոխած ճանապարհորդության ավարտը։ Քիարան շուրջը նայեց սենյակին, որտեղ այդքան շատ գիշերներ էր անցկացրել, դիտարկելով, պլանավորելով, զգաց կարոտի թեթության խառնուրդ։ Գիտեք, ինչն է ամենազավեշտալին, մեկնաբանեց նա։ Վիկտորը միշտ հավատացել է, որ իշխանությունն ու փողը բավարար են ցանկացած իրավիճակ վերահսկելու համար։ Նա երբեք չի մտածել, որ արդարության համար պայքարելու պատրաստակամ սովորական մարդկանց վճռականությունը կարող է ավելի ուժեղ լինել։ Նա թերագնահատեց ընտանիքի ուժը, ավելացրեց Մարկոն, նա կարծում էր, որ քույրերին ու եղբայրներին բաժանելը, ծնողներին շանտաժի ենթարկելը բավարար կլինի մեզ վերահսկելու համար։ Նա չէր հասկանում, որ իսկական ընտանիքն ավելի ուժեղ է, երբ միավորված է ընդհանուր սպառնալիքի դեմ։ 6 ամիս անց Քիարան իր նոր գրասենյակում, դաշնային դատախազությունում, վերլուծում էր մի քանի ներքին քաղաքներում ներգրավված կորպորատիվ խարդախության բարդ գործը։ Նրա հեռախոսը զանգեց, նա անմիջապես ճանաչեց համարը։ «Ինչպե՞ս է իմ սիրելի քույրը», հարցրեց Մարկոն գծի մյուս ծայրից։ «Քո միակ քույրը», ուղղեց նա ժպտալով։ «Եվ ես լավ եմ, շնորհակալություն։ Ես հենց նոր օգնեցի բացահայտել հարկերից խուսափելուս մեկ ցանց։ Թվում է, թե Վիկտորին դիտարկելիս զարգացրած հմտությունները շատ օգտակար են նույն տեսակի այլ հանցագործներ բացահայտելու համար։ Իսկ ինչ կասեք Օլիվիայի Պիետրոյի մասին»։ «Հիանալի է։ Նրա ընկերությունն այնքան է աճել, որ մասնաճյուղեր է բացում այլ քաղաքներում։ Պիետրոն դարձել է դաշնային կառավարության համար մի տեսակ ոչ պաշտոնական խորհրդատու, օգնելով բացահայտել ներմուծման համակարգի խոցելիությունները։ Կարծում եմ, Վիկտորը երբեք չէր պատկերացնի, որ մեր ընտանիքի ժամանակավորապես ոչնչացումը կհանգեցնի նրան, որ մենք կստեղծենք մարդկանց մի ցանց, որը նվիրված կլինի պայքարելու հենց այն տեսակի հանցագործության դեմ, որը նա կատարել է», նկատեց Մարկոն։ «Գուցե սա է իսկական արդարադատությունը», պատասխանեց Քիարան։ «Ոչ միայն մեղավորներին պատժելը, այլ զոհերին այլ ընտանիքներ պաշտպանելու ունակ մարդկանց վերածելը»։ Երբ նա անջատեց հեռախոսը, Քիարան իր գրասենյակի պատուհանից նայեց իր առջ փռված մայրաքաղաքին։ Նա գիտեր, որ այդ քաղաքում ինչ-որ տեղ այլ ընտանիքներ էին անցնում այն միջոցով, ինչ իրենն էր անցել։ Բայց հիմա նա ուներ գործիքներ, գիտելիքներ, վճռականություն նրանց օգնելու համար։ Դիտարկողական մատուցողուհին դարձել էր դատախազ։ Եվ Վիկտոր Ալյանցը իր խցի խորքից, հավանաբար դեռ չէր հասկանում, թե ինչպես էր իրեն պարտության մատնել այն մարդիկ, որոնց նա աննշան էր համարում։ Իրական հաղթանակը կայանում էր ոչ միայն նրա բանտարկության մեջ, այլ այն փաստում, որ նրա անկումը ամրապնդել էր բոլոր նրանց, ում նա փորձել էր ոչնչացնել։ Ագնես Արոն Սալենները տարիներ անց առաջին անգամ խաղաղ քնեցին։ Պիետրոն ղեկավարում էր իր ընկերությունը, առանց շանտաժի վախի։ Օլիվիան օգնում էր այլ ընկերություններին ազատվել կոռուպցիոն սխեմաներից։ Մարկոն վերադարձել էր ազնիվ հաշվապահությանը, եւ Քիարան օգտագործեց իր փորձը այլ ընտանիքներ պաշտպանելու համար։ Վիկտորը փորձել էր քանդել մի ընտանիք, ի վերջո ստեղծել էր մի պաշտպանողական ցանց, որը կտեր սերունդներ շարունակ։ Պատմության ավարտ, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Քիարայի, Մարկոյի, Օլիվիայի Պիետրոյի պատմությունը հուզել է ձեր սրտերը ցույց տվել, թե ինչպես կարող են վճռականությունն ու ընտանեկան միասնությունը հաղթահարել ցանկացած դժվարություն։ Որպեսզի շարունակեք հետել մարտահրավերների հաղթահարման արդարության մասին նույնքան հուզիչ պատմություններին, մենք պատրաստել ենք հատուկ երգացանք, որը կարող եք գտնել այստեղ։ Եթե այս պատմությունը հուզել է ձեզ, մի մոռացեք բաժանորդագրվել, մեր ալիքին հավանել տեսանյութը։ Ամեն օր մենք ձեզ համար ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք ուսումնասիրում են մարդկային ոգու ուժը ճիշտի համար պայքարելու կարողությունը։ Մի բաց թողեք մեր առաջիկա բովանդակությունը մեկնաբանություններում ասեք, թե պատմության որ մասն է ձեզ ամենաշատը հուզել, մինչ հաջորդ արկածը։